Կորցնելով կնոջը, մի գործարար փորձում է վերակառուցել կյանքը իր դեռ մանուկ եղբայրների հետ։ Ամուսնանալով նրբագեղ մի կնոջ հետ, նա հավատում է, որ գտել է նոր հնարավորություն երջանկության։ Բայց երբ բացահայտում է նրա իրական էությունը, նա կանգնում է ընտրության առաջ, կեղծ սիրո ընտանիքի պաշտպանության միջ։ Նախքան սկսելը, դարձեք մեր ընտանիքի անդամ այստեղ, մեր ալիքում։ Բաժանորդագրվեք հիմա, դրեք ձեր հավանումը, այն անչափ օգնում է մեր աշխատանքին, մեկնաբանություններում գրեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Ես պաշտում եմ իմանալ, թե մինչ ուր են հասնում մեր պատմությունները։ Երանյան վաղ առավոտվա լռությունը խախտում էր միայն Մաշտոցի պողոտայի երթեկության հեռավոր ձայնը։ Ռաֆֆի Միքայելյանն արթուն էր, իր երկհարկանի բնակարանի պատուհանից, որը գտնվում էր կենտրոնում, դիտելով թաղամասի ծառաշատ փողոցների գրեթե անշարժ տեսարանը։ 38 տարեկանում նրա քունքերն արդեն ցույց էին տալիս ճերմակ մազեր, որոնք չկային 6 ամիս առաջ, երբ Կարինեն դեռ կենդանի էր։ Կարինե։ Անունը նրա մտքում արձագանքում էր ինչպես երգի կեսից ընդհատված մեղեդի։ Նա հեռացել էր ընդամենը 4 ամիս առաջ, իր հետ տանելով ոչ միայն Ռաֆֆիի կյանքի սերը, այլ թողնելով 2-8 ամսական երեխաների, որոնք հազիվ էին սկսել սողալ տան մեջ։ Միքայելն ու Գաբրիելը, նրա միանման երկվորյակները, այն ամենն էին, ինչ շոշափելիորեն մնացել էր այն սիրուց, որը նա Կարինեն կառուցել էին 10 տարվա ամուսնության ընթացքում։ Տեխնոլոգիակ։ Ան ընկերությունը, որը Ռաֆֆին հիմնել էր երիտասարդ տարիքում, բարգավաճում էր նույնիսկ վերջին ամիսների նրա մշտական բացակայության պայմաններում։ Նրա գործընկերները հասկանում էին այն նուրբ շրջանը, որի միջով նա անցնում էր, բայց Ռաֆֆին գիտեր, որ չի կարող շատ ավելի երկար հեռու մնալ։ Կյանքը շարունակվում էր, պայմանագրերը պետք է ստորագրվեին, որոշումները չէին կարող անվերջ սպասել։ Սակայն, ինչպես համատեղել հաջողակ գործարարի պարտականությունները երկու երեխաների լիարժեք խնամքի հետ, ովքեր այդքան վաղ էին կորցրել մորը։ Այդ հարցի պատասխանն այդ պահին քայլում էր տան միջով։ Սիրանուշ Վարդանյանը, 58 տարեկան, Միքայելյանների ընտանիքում աշխատում էր գրեթե 12 տարի։ Սկսել էր որպես տնային աշխատող, երբ Ռաֆֆին դեռ ամուրի էր, ուղեկցել էր տան ողջ վերափոխմանը Կարինեի գալով, ապրել էր երկվորյակների հղիության բացահայտման ուրախությունը, վերջին ամիսներին դարձել էր գործնականում միակ մայրական կերպարը, որին ճանաչում էին Միքայելն ու Գաբրիելը։ Տիկին Սիրանուշը, ինչպես բոլորն էին նրան անվանում, ուներ այն անկեղծ ու բնակա ջերմությունը երեխաների հանդեպ, որը որոշ մարդիկ կրում են որպես շնորհ։ Նրա սեփական երեխաներն արդեն մեծ էին, ապրում էին հեռու, Գյումրիում, նրա հայրենի քաղաքում։ Միքայելյանների ընտանիքը տարիների ընթացքում Սիրանուշի համար դարձել էր ավելին, քան պարզապես աշխատանք։ Այնտեղ էր, որ նրա սիրտը նպատակ էր գտնում։ Հատկապես հիմա, երբ փոքրիկ Միքայելն ու Գաբրիելն այդքան խնամքի ու ուշադրության կարիք ունեին։ Ռաֆֆին հեռվից հետում էր, թե ինչպես է նա կարողանում հանգստացնել երկվորյակներին, երբ նրանք լացում էին, ինչպես էր կանխատեսում նրանց կարիքները, ինչպես էր ստեղծում պարզ խաղեր, որոնք նրանց ստիպում էին բարձրաձայն ծիծաղել։ Սիրանուշն ուներ անսահման համբերություն, մայրական բնազդ, որին Ռաֆֆին երբեմն նախանձում էր։ Նա խորապես սիրում էր իր երեխաներին, բայց դեռ շատ պահերի իրեն կորցրած էր զգում, հատկապես, երբ երկուսը միաժամանակ լացում էին, կամ երբ Գաբրիելը հրաժարվում էր շշից, իսկ Միքայելը գիրք էր ուզում հենց այն պահին, երբ եղբորը մաքուր տակտիր էր պետք։ Կարինեի բացակայությունը զգացվում էր առօրյայի յուրաքանչյուր մանրուքի մեջ։ Նա միշտ հստակ գիտեր, թե ինչպես վարվել երեխաների հետ, պատասխաններ ուներ բոլոր իրավիճակների համար, ճանաչում էր իր որդիների յուրաքանչյուր լացը, յուրաքանչյուր տնքոցը, յուրաքանչյուր արտահայտությունը։ Ռաֆֆին հաճախ էր մտածում, թե ինչպես էր նա կարողանում այդքան բնական, այդքան ինտուիտիվ լինել։ Հիմա մենակ նա պետք է ամեն ինչ սովորեր զրոյից, պատասխանատվությունը նրան հետապնդում էր այնպիսի լուռ առավոտներին, ինչպիսին սա էր։ Ընկերներն էին, որ սկսեցին նրբանկատորեն ակնարկել, թե Ռաֆֆին պետք է վերակառուցի իր կյանքը։ Ոչ միայն իր սեփական հոգեկան առողջության, այլ երկվորյակների համար։ Նրանց պետք կլիներ մայրական կերպար, մեկը, ով կլրացներ Կարինեի թողած դատարկությունը։ Սկզբում Ռաֆֆին մերժում էր այս ուղղությամբ ցանկացած խոսակցություն։ Ցավը դեռ շատ թարմ էր, շատ ներկա։ Ինչպես կարող էր մտածել մեկ այլ կնոջ մասին, երբ զգում էր, որ դավաճանում է Կարինեի հիշատակին, միայն այդ հնարավորությունը քննարկելով։ Բայց ամիսներն անցնում էին, Ռաֆֆին սկսեց հասկանալ, որ իր մեկուսացումը չի օգնում ոչ իրեն, ոչ էլ իր որդիներին։ Միքայելն ու Գաբրիելը պետք է դուրս գային տնից, ծանոթանային այլ միջավայրերի, շփվեին։
Ինքն էլ կարիք ուներ վերսկսելու սոցիալական ակտիվությունը իր ընկերության հոգեկան առողջության բարօրության համար։ Այդպես, Կարինեի կորստից 5 ամիս անց Ռաֆֆին ունեց առաջին սոցիալական հրավերը, որը ստացել էր երկար ժամանակ անց։ Միջոցառումը ժամանակակից արվեստի նոր պատկերասրահի բացումն էր Սարյան փողոցում։ Սեփականատերը Մարո Պետրոսյանը Երանյան գործարար շրջանակների հին ծանոթ էր, պնդել էր, որ Ռաֆֆին ներկա գտնվի, թեկուզ ընդամենը մի քանի ժամով։ Երանում հոկտեմբերյան չափանիշներով հաճելի երեկո էր, Ռաֆֆին որոշեց, որ լավ կլինի մի փոքր դուրս գալ տնից։ Երկվորյակներին թողեց տիկին Սիրանուշի հետ, ով արդեն սովոր էր երեկոյան նրանց հետ մնալուն, ուղղորդվեց միջոցառմանը։ Պատկերասրահը լի էր էլեգանտ հագնված մարդկանցով, հայերենին խառնվում էին ռուսերենի անգլերենի խոսակցություններ, ջազի զուսպ հնչյունները ստեղծում էին Երանյան նման վերնիսաժներին բնորոշ նրբաճաշակ մթնոլորտ։ Ռաֆֆին ողջունեց մի քանի ծանոթների, դիտեց ցուցադրված որոշ գործեր, բայց նրա միտքը շարունակում էր տանը լինել Միքայելի ու Գաբրիելի հետ։ Հենց պատրաստվում էր հրաժեշտ տալ հյուրընկալողին, երբ տեսավ նրան։ Լիլիթ Դավթյանը կանգնած էր աբստրակտ կտավի դիմաց, մուգ կապույտ զգեստով, որն ընդգծում էր նրա էլեգանտ կազմվածքը, ալիքավոր շագանակագույն մազերը մեղմորեն ընկնում էին ուսերին։ Նա նրբորեն պահում էր սպիտակ գինու բաժակը, թվում էր, թե իսկապես հետաքրքրված է իր արջի ստեղծագործությամբ։ Նրա կեցվածքում կար ինչ-որ մագնիսական բան, մի բնական նրբագեղություն, որն անմիջապես գրավեց Ռաֆֆիի ուշադրությունը։ Երբ նա շրջվեց, նրանց հայացքները հանդիպեցին, Ռաֆֆին զգաց մի բան, որը երկար ժամանակ չէր զգացել։ Դա սեր չէր առաջին հայացքից, ոչ էլ այն տեսակի հզոր գրավչությունը, որը զգացել էր Կարինեի հանդեպ տարիներ առաջ։ Դա ավելի նուրբ բան էր, մի հետաքրքրասիրություն, զուսպ, բայց առկա գրավչություն։ Լիլիթը ժպտաց, ամաչկոտ, բայց հրավիրող ժպիտով, Ռաֆֆին մոտեցավ գրեթե առանց գիտակցելու։ Նրանք զրուցեցին ավելի քան 1 ժամ։ Լիլիթը միջազգային հարաբերությունների մասնագետ էր, աշխատում էր որպես խորհրդատու բազմազգ ընկերությունների համար, հաճախ էր ճամփորդում, ազատ խոսում էր 3 լեզուներով։ Նա խելացի էր, տեղեկացված, հետաքրքիր կարծիքներ ուներ արվեստի, քաղաքականության, գրականության մասին։ Նրա խոսքերը հոսում էին բնականորեն, առանց թե մաներ պարտադրելու կամ տպավորություն գործելու փորձի։ Ռաֆֆին ամիսներ անց առաջին անգամ ծիծաղեց, ներգրավված լինելով մի խթանող զրույցի մեջ, որը նրան ստիպում էր ժամանակավորապես մոռանալ իր հոգսերը։ Երբ նշեց, որ այրի է երկվորյակների հայր, Ռաֆֆին ուշադիր հետեց Լիլիթի արձագանքին։ Շատ կանայք տեսանելիորեն անհարմար էին զգում այս տեղեկությունից, մյուսները ցուցաբերում էին չափազանցված կարեկցանք, որը կեղծ էր հնչում։ Լիլիթը, սակայն, ցույց տվեց իսկական կարեկցանք, զգույշ հարցեր տվեց երեխաների մասին, իրական հետաքրքրություն ցուցաբերեց նրա իրավիճակի նկատմամբ։ Չթված վախեցած կամ վհատված, ընդհակառակը, հանգամանքների առջ իրեն ցույց տվեց հասկացող հասուն։ Երբ երեկոն ավարտվեց, նրանք փոխանակեցին հեռախոսահամարները։ Ռաֆֆին տուն վերադարձավ, իրեն ավելի թեթ զգալով, քան ամիսներ շարունակ։ Գտավ տիկին Սիրանուշին հյուրասենյակի բազմոցին քնած, իսկ երկվորյակները խորը քնած էին իրենց օրորոցներում։ Երկար րոպեներ դիտեց Միքայելին ու Գաբրիելին, զգալով հայրական սիրո մեղքի զգացումի խառնուրդ։ Արդյոք դավաճանություն կլիներ մտածե նրանց կողքին մեկ այլ կնոջ հետ կյանք վերակառուցելու մասին։ Կարինեն կհավաներ նորից երջանկություն գտնելու իր փորձը։ Հաջորդ օրերը բերեցին Ռաֆֆի Լիլիթի միջ փոխանակված հաղորդագրություններ։ Թեթ, բայց հետողական զրույցներ, որոնք բացահայտում էին ընդհանուր նախասիրություններ ու հետաքրքրություններ։ Նա անկեղծ հետաքրքրություն էր ցուցաբերում նրա կյանքի նկատմամբ, հարցեր էր տալիս երկվորյակների, առօրյայի 2 երեխաներին միայնակ մեծացնելու մարտահրավերների մասին։ Ռաֆֆին իրեն զգում էր լսված, հասկացված, ընդունված այնպես, ինչպես չէր զգացել Կարինեի մահից հետո։ Առաջին հանդիպումը տեղի ունեցավ 2 շաբաթ անց, կենտրոնի մի հանգիստ ռեստորանում։ Լիլիթը ժամանեց ճիշտ ժամանակին, էլեգանտ, բայց առանց չափազանցությունների հագնված, զրույցը բնականորեն հոսեց, ինչպես պատկերասրահում։ Նա պատմեց իր ընտանիքի մասին, հաջողակ առտրական ծնողներ Արտաշատում, ամուսնացած երեխաներ ունեցող կրտսեր, քույր, կայուն, բայց առանց մեծ ցնցումների կյանք։ Ռաֆֆին առաջին անգամ խոսեց Կարինեի մասին ընտանեկան շրջանակից դուրս մեկի հետ, Լիլ։ Իթը լսեց հարգալից ուշադրությամբ, առանց փորձելու մրցակցել հանգուցյալի հիշատակի հետ կամ նվազեցնելու այն կարողությունը, որը նա դեռ ուներ Ռաֆֆիի կյանքում։ Հաջորդող շաբաթների ընթացքում հանդիպումներն ավելի հաճախակի դարձան։
Լիլիթն անկեղծ հետաքրքրություն էր ցուցաբերում Ռաֆֆիի կյանքն ավելի լավ ճանաչելու հարցում, ներառյալ երկու երեխաներ մեծացնելու ամենագործնական դժվարին կողմերը։ Նա հարցնում էր քնի ռեժիմի, սննդի, տղաների զարգացման մասին։ Ռաֆֆին տպավորված էր այն գիտելիքներով, որոնք նա կարծես թե ուներ երեխաների խնամքի մասին, նույնիսկ չունենալով սեփական երեխաներ։ Մի շաբաթ օր, առաջին հանդիպումից գրեթե 2 ամիս անց, Ռաֆֆին որոշեց Լիլիթին ներկայացնել երկվորյակներին։ Անհանգստությունը տիրում էր նրան, մինչ սպասում էր նրա ժամանմանը տանը։ Ինչպես կարձագանքեին Միքայելն ու Գաբրիելը մի օտար կնոջ ներկայությանը։ Իսկ Լիլիթը ինչպես կպահեր իրեն երկու ակտիվ պահանջկոտ երեխաների ներկայությամբ։ Տիկին Սիրանուշը հատուկ թեթ ուտեստ էր պատրաստել, հյուրասենյակն ավելի հյուրընկալ տեսքի էր բերել, բայց նա զուսպ հետ ակրկրասիրություն էր ցուցաբերում այն կնոջ նկատմամբ, ով կարող էր դառնալ ընտանիքի կյանքի մի մասը։ Երբ Լիլիթը ժամանեց, նվերներ էր բերել երկվորյակների համար, երկու միանման, փափուկ գունավոր արջուկներ։ Նրա կեցվածքը զգույշ էր, հարգալից, առանց փորձելու անմիջապես մտերմանալ երեխաների հետ։ Նա քաղաքավարությամբ ողջունեց տիկին Սիրանուշին, գովեց տունը, նստեց հյուրասենյակի հատակին, երեխաների բարձրությանը լինելու համար, ովքեր խաղում էին խորանարդիկներով։ Միքայելն առաջինը մոտեցավ, հետաքրքրված նոր ներկայությամբ։ Լիլիթը նրան առաջարկեց արջուկներից մեկը, երբ նա վերցրեց խաղալիքը, նա անկեղծորեն ժպտաց, անելով ծիծաղելի դիմախաղեր, որոնք ծիծաղ առաջացրին տղայի մոտ։ Գաբրիելը, ավելի ամաչկոտ, մի քանի րոպե հեռվից դիտեց, նախքան կհամարձակվեր մոտենալ։ Կարճ ժամանակ անց երկուսն էլ խաղում էին Լիլիթի շուրջ, ով թվում էր բնական հարմարավետ էր զգում իրավիճակում։ Ռաֆֆին հեռվից հետում էր ամեն ինչին, սիրտը թեթացած զգալով։ Լիլիթը իրավիճակներ չէր պարտադրում, չէր փորձում լինել տղաների ակնթարթային մայրը, բայց նա հեռու կամ հարմար չէր իրեն պահում։ Նա շփվում էր նրանց հետ երեխաների տեմպով, հարգելով այն պահերը, երբ նրանք գիրք էին ուզում, այն պահերը, երբ նախընտրում էին մենակ խաղալ։ Տիկին Սիրանուշը, որ զուսպ կերպով դիտում էր խոհանոցից, հավանության նշան արեց Ռաֆֆիին։ Նրա հայացքն ասում էր այն ամենը, ինչ նա պետք է իմանար։ Կինը թվում էր անկեղծ, բնական երեխաների հետ, առանց չափազանցությունների կամ կեղծիքի։ Տիկին Սիրանուշի համար, ով Ռաֆֆին ճանաչում էր այնքան տարիներ, սիրում էր երկվորյակներին, ինչպես տատիկը թոռներին, այս լուռ հավանությունը շատ բան էր նշանակում։ Օրը ներդաշնակ անցավ։ Լիլիթն օգնեց ուտելու ժամին, զրուցեց տիկին Սիրանուշի հետ երեխաների սննդային նախասիրությունների մասին, հարցրեց քնի ժամերի սիրելի խաղերի մասին։ Երբ Գաբրիելը լացեց, որովհետև քունը տանում էր, նա չվարանեց վերցնել նրան գիրկը մեղմորեն օրորել, ցածրաձայն երգելով, մինչ նա հանգստացավ։ Միքայելը, չցանկանալով հետ մնալ, նույնպես գիրք խնդրեց, նա կարողացավ երկուսին էլ միաժամանակ տեղավորել մի այնպիսի բնականությամբ, որը տպավորեց Ռաֆֆիին։ Երբ այցելությունն ավարտվեց, Լիլիթը հեռացավ, Ռաֆֆին ամիսներ անց առաջին անգամ հույսով լցվեց։ Գուցե հնարավոր էր, այո, վերակառուցել ընտանիք։ Գուցե Միքայելն ու Գաբրիելը կարող էին ունենալ մայրական կերպար իրենց կյանքում։ Գուցե ինքն էլ կարողանար նորից գտնել ընկերակցություն սեր, առանց դա նշանակեր մոռանալ Կարին Ին կամ դավաճանել նրա հիշատակին։ Տիկին Սիրանուշը, մինչ երկվորյակների ընթրիքն էր պատրաստում, զուսպ կերպով մեկնաբանեց. Լավ աղջիկ է թվում, պարոն։ Տղաներին նա դուր եկավ, դա ես տեսա։ Եվ նա ոչինչ չպարտադրեց, հարգեց նրանց բնավորությունը։ Ռաֆֆի համար տիկին Սիրանուշի կարծիքն ավելին արժեր, քան շատ ընկերների խորհուրդներ։ Եթե տիկին Սիրանուշը հավանում էր Լիլիթին, եթե նա այնտեղ ինչ-որ անկեղծ բան էր տեսնում, ապա գուցե արժեր հավատալ այդ հնարավորությանը։ Այդ գիշեր, Միքայելին ու Գաբրիելին քնեցնելիս, Ռաֆֆին նկատեց, թե ինչպես են նրանք խաղում Լիլիթի բերած արջուկներով։ Փոքրիկները կարծես թե ջերմ հիշողություն էին պահպանել օրվանից, հետաքրքրությամբ խաղալով խաղալիքներով ժպտալով, երբ նա նշում էր այցելուի անունը։ Դա նշան էր, մտածեց Ռաֆֆին։ Նշան, որ գուցե ժամանակն էր իրական հնարավորություն տալ կյանքին առաջ շարժվելու։ Հաջորդող ամիսներին Ռաֆֆի Լիլիթի հանդիպումներն էլ ավելի հաճախակի դարձան։ Նա սկսեց պարբերաբար այցելել տուն, միշտ ինչ-որ հատուկ բան բերելով երկվորյակների համար, միշտ անկեղծ հետաքրքրություն ցուցաբերելով նրանց զարգացման նկատմամբ։ Ռաֆֆին նրան տարավ ծանոթացնելու իր ծնողների հետ, որոնք ապրում էին Դիլիջանի մի ամառա նոցում, Լիլիթն իրեն պահեց այն բնականությամբ ու ջերմությամբ, որը պետք է ցուցաբերեր մի հարսնացու։
Նա Ռաֆֆին ներկայացրեց իր ընտանիքին, նրան ընդունեցին ջերմությամբ այրության իրավիճակի հանդեպ հասկացողությամբ։ Ամուսնության առաջարկը տեղի ունեցավ դեկտեմբերյան մի երեկո, առաջին հանդիպումից 6 ամիս անց։ Ռաֆֆին ամեն ինչ մանրամասն պլանավորել էր։ Ընթրիք տանը, պատրաստված տիկին Սիրանուշի կողմից, երկվորյակներն արդեն քնած, մտերմիկ ընտանեկան մթնոլորտ։ Նա ուզում էր, որ առաջարկը տեղի ունենար հենց այնտեղ, որտեղ նրանք պետք է կառուցեին իրենց համատեղ կյանքը, շրջապատված իր նոր իրականության ամենակարևոր ներկայություններով։ Լիլիթն ասաց «այո» արցունքն աչքերին, մի այո, որը կարծես սրտից էր բխում, անկեղծ հուզված։ Նրանք երկար գրկախառնվեցին, Ռաֆֆին զգաց, որ Կարինեն, որտեղ էլ որ լիներ, կհավաներ իր որոշումը։ Նա չէր փոխարինում այն սերը, որը զգացել էր առաջին կնոջ հանդեպ, նա պարզապես թույլ էր տալիս իր սրտին բացվել սիրո նոր ձի, ընտանիքի նոր կառուցվածքի համար։ Տիկին Սիրանուշը, որ զուսպ կերպով հետում էր առաջարկությանը խոհանոցից, գոհունակությամբ ժպտաց։ Երկվորյակները կունենային ներկա մայր, Ռաֆֆին կունենար կողակից, տունը նորից կունենար լիարժեք ընտանիքի էներգիա։ Ապագան թվում էր խոստումնալից, լի հնարավորություններով, սիրով։ Այդ գիշեր, երբ Լիլիթը գնաց տուն նշանադրության մատանին մատին, Ռաֆֆին որոշ ժամանակ մնաց երկվորյակների սենյակում, դիտելով նր անց քունը։ Միքայելը ցածրաձայն խրմփացնում էր, Գաբրիելը բռունցքը փակ պահում էր դեմքի մոտ։ Նրանք արագ էին մեծանում, շուտով կսկսեին խոսել, քայլել, հարցեր տալ իրենց կենսաբանական մոր մասին։ Ռաֆֆին ուզում էր, որ երբ այդ պահը գա, նրանք կարողանային նայել Լիլիթին, զգալ այն մայրական սերը, որին արժանի է յուրաքանչյուր երեխա։ Հարսանիքը նշանակվեց հաջորդ տարվա կեսերին, բավականաչափ ժամանակ, որպեսզի Լիլիթը դանդաղ տեղափոխվեր տուն, որպեսզի երկվորյակները աստիճանաբար սովորեին նոր առօրյային, որպեսզի բոլորը հարմարվեին գալիք փոփոխություններին։ Ռաֆֆին զգում էր, որ ճիշտ որոշում է կայացնում, որոշում, որը Կարինեն կհավաներ, որոշում, որը իր որդիներին կտար այն կառուցվածքային ընտանիքը, որին նրանք արժանի էին։ Սակայն, ինչպես կյանքը երբեմն բացահայտում է, ոչ միշտ են արտաքին տեսքը համապատասխանում իրականությանը, ոչ միշտ է, որ այն, ինչ անկեղծ է թվում, իրականում այդպիսին է։ Բայց դա Ռաֆֆին կբացահայտեր միայն այն ժամանակ, երբ արդեն շատ ուշ կլիներ որոշ ցավալի հետանքներից խուսափելու համար։ Հունվար ամիսը իր հետ բերեց երանյա Նամրանը բնորոշ ուժեղ շոքը, նա այն փոփոխությունները, որոնք բնականաբար ուղեկցում են նշանադրությանը։ Լիլիթը սկսել էր ավելի շատ ժամանակ անցկացնել Ռաֆֆիի տանը, որոշ հագուստներ թողնելով զգեստապահարանում, իր գեղեցկության պարագաները բերելով ննջասենյակի լոգարան, աստիճանաբար զբաղեցնելով տարածքները, ինչպես պետք է աներ ապագա կինը։ Ռաֆֆին գոհունակությամբ հետում էր այդ փոփոխություններին, զգալով, որ տունը վերջապես նորից ունի այն կանացի ներկայությունը, որն այդքան բացակայում էր վերջին ամիսներին։ Հարսանիքի նախապատրաստությունները զբաղեցնում էին նրանց զրույցների մեծ մասը։ Լիլիթը լավ ճաշակ էր ցուցաբերում մատակարարներ ընտրելիս, էլեգանտ գաղափարներ ուներ ձևավորման համար, կազմակերպված էր ցուցակներով, աղյուսակներով, որոնք մանրամասնում էին արարողության խնջույքի յուրաքանչյուր ասպեկտը։ Ռաֆֆին տպավորված էր միաժամանակ այդքան մանրուքներ համակարգելու նրա ունակությամբ, ճաշացանկի ընտրությունից մինչ եկեղեցին զարդարող ծաղիկների ընտրությունը։ Տիկին Սիրանուշն իր ուշադիր, ուզուսպ հայացքով հետում էր այս բոլոր փոփոխություններին։ Նրան դուր էր եկել Լիլիթի առաջին տպավորությունը, հավանել էր այն բնականությունը, որով նա շփվել էր երկվորյակների հետ, բայց հիմա, ամեն օր նրա հետ շփվելով, սկսում էր նկատել մանր դետալներ, որոնք նրան աննկատ կերպով անհանգստացնում էին։ Ոչ մի շատ ակնհայտ բան, ոչինչ, որ կարելի էր մատնանշել որպես խնդրահարույց, պարզապես նրբերանգներ, որոնք նրա կյանքի փորձն ու մայրական բնազդը որսում էին։ Միքայելն ու Գաբրիելը, այժմ գրեթե 1 տարեկան, զարգացման հրաշալի փուլում էին։ Արդեն կարողանում էին կանգնել կահույքից բռնված, բառերի փորձեր էին անում, ցուցաբերում էին տարբեր բնավորություններ, չնայած ֆիզիկական նույնական տեսքին։ Միքայելն ավելի շփվող էր, հեշտությամբ ժպտում էր, տեսողական կոնտակտ էր փնտրում ցանկացած մոտակա մեծահասակի հետ։ Գաբրիելն ավելի դիտողական էր, վերլուծում էր իրավիճակները նախքան արձագանքելը, բայց երբ իրեն ապահով էր զգում, ավելի քնքուշ էր, քան եղբայրը։ Հենց երկվորյակների արձագանքները դիտելով էր, որ տիկին Սիրանուշը սկսեց նկատել Լիլիթի վարքի առաջին անհամապատասխանությունները։ Երբ Ռաֆֆինն վկա էր, նա ուշադիր էր երեխաների նկատմամբ, գրկում էր նրանց, երբ լացում էին, դիմախաղեր էր անում նրանց ծիծաղեցնելու համար, առաջարկում էր օգնել սնվելու հարցում։ Սակայն այն պահերին, երբ Ռաֆֆին պետք է դուրս գար կարճ հանդիպումների կամ գրասենյակում կարճ զանգերի պատասխաներ, Լիլիթի կեցվածքը նրբորեն փոխվում էր։
Դա ոչ մի դրամատիկ բան չէր, ոչինչ, որ կարելի էր դասակարգել որպես վատ վերաբերմունք։ Նա պարզապես ավելի հեռու էր դառնում, ավելի քիչ արձագանքող։ Երբ երկվորյակներից մեկը լացում էր, Լիլիթը նայում էր տիկին Սիրանուշի ուղղությամբ մի արտահայտությամբ, որը հստակ ասում էր՝ «Սա քո գործն է, ոչ թե իմը»։ Եթե նրանցից մեկը փորձում էր մոտենալ նրան խաղալու, նա բացահայտ չէր մերժում նրանց, բայց նա չէր ցուցաբերում նույն խանդավառությունը, որը ցույց էր տալիս նշանածի ներկայությամբ։ Տիկին Սիրանուշը նկատեց նա, որ Լիլիթը խուսափում էր տղաներին անուններով կանչելուց։ Միշտ, երբ նրանց մասին էր խոսում, օգտագործում էր ընդհանուր տերմիններ, ինչպիսիք են երեխաները, փոքրիկները, մանուկները։ Սկզբում տիկին Սիրանուշը մտած էր, որ դա պարզապես ժամանակի հարց է, որ գուցե Լիլիթը դեռ ամբողջությամբ չի հիշել անունները կամ իրեն հարմարավետ չի զգում քնքուշ մականուններ օգտագործելու համար։ Բայց շաբաթներ անցան, այս անվանական հեռավորությունը պահպանվում էր։ Մեկ այլ մանրուք, որն անհանգստացնում էր տիկին Սիրանուշին, այն ձն էր, որով Լիլիթը վարվում էր երկվորյակների հիմնական կարիքների հետ։ Երբ Ռաֆֆին մոտ էր, նա առաջարկում էր փոխել տակտիրները, պատրաստել շշերը, լողացնել։ Սակայն երբ մենակ էր տիկին Սիրանուշի երեխաների հետ, միշտ մի պատրվակ էր գտնում, ուղղակիորեն չմասնակցելու այդ խնամքներին։ Ասում էր, որ եղունգները նոր է սարքել չի կարող թրջել, կամ որ նուրբ հագուստով է, որը կարող է կեղտոտվել, կամ պարզապես որ տիկին Սիրանուշը շատ ավելի փորձառու է, գիտի, թե ինչպես ավելի լավ անել։ Ռաֆֆին, կլանված ընկերության պահանջներով հարսանիքի նախապատրաստություններով, սկզբում չնկատեց այս նրբությունները։ Նա տեսնում էր Լիլիթին, որ քնքշորեն շփվում է իր որդիների հետ, երբ տուն էր գալիս, լսում էր նրան, քնքշությամբ խոսելիս նրանց մասին, ականատե էր լինում խնամքի ուշադրության անկեղծ պահերի։ Նրա համար ամեն ինչ կատարյալ էր ընթանում, հենց այնպես, ինչպես երազել էր, երբ որոշել էր նորից ամուսնանալ։ Փետրվարյան մի օր, երբ Ռաֆֆին պետք է շտապ դուրս գար, ընկերությունում մի խնդիր լուծելու, տիկին Սիրանուշը ականատես եղավ մի դեպքի, որը նրան խորապես անհանգստացրեց։ Երկվորյակները խաղում էին հյուրասենյակի գորգի վրա, Լիլիթն իր պլանշետով զբաղված էր հարսանիքի մանրամասները կազմակերպելով, իսկ տիկին Սիրանուշը խոհանոցում երեխաների համար ուտելիք էր պատրաստում։ Գաբրիելը, փորձելով բազմոցից բռնված ոտքի կանգնել, կորցրեց հավասարակշռությունը, ընկավ, ճակատը հարվածելով հատակին, սկսելով ուժգին լաց լինել։ Տիկին Սիրանուշը լսելով լացը, վազեց խոհանոցից, բայց նախքան հյուրասենյակ հասնելը, նկատեց Լիլիթի արձագանքը։ Հարսնացուն նայեց Գաբրիելի ուղղությամբ, որը լացում էր հատակին, տեսանելի գրգռվածությամբ հոգոց հանեց, պարզապես վերադարձավ պլանշետին, կարծես ոչինչ տեղի չէր ունեցել։ Տիկին Սիրանուշն էր, որ վերցրեց տղային գիրկը, զննեց նրա ճակատին առաջացող փոքրիկ ուռուցքը, խիթարեց նրան քնքշորեն, մինչ նա դադարեց լացել։ Լիլիթը, երբ տիկին Սիրանուշը զուսպ կերպով հարցրեց, թե Գաբրիելը լավ է, անտարբեր կերպով պատասխանեց, որ երեխան միշտ էլ ընկնում է, դա սովորելու մաս է։ Անհանգստություն չցուցաբերեց, չբարձրացավ, ստուգելու, թե արդյոք վնասված կա, օգնություն կամ մխիթարություն չառաջարկեց։ Նրա սառնությունն այդ պահին կտրուկ հակադրվում էր այն քնքուշ ուշադրությանը, որը նա ցուցաբերում էր, երբ Ռաֆֆին ներկա էր։ Տիկին Սիրանուշը սկսեց ավելի ուշադիր լինել, զուսպ կերպով դիտելով Լիլիթի երկվորյակների միջ փոխգործակցության այլ պահեր։ Նկատեց, որ երբ Միքայելը փորձում էր բարձրանալ նրա գիրկը, նա նրբորեն, բայց վճռականորեն հրում էր նրան, ասելով, որ զբաղված է կամ հոգնած։ Երբ Գաբրիելը փորձում էր նրա ուշադրությունը գրավել, բլբլալով, նա կարճ նայում էր, բայց չէր շարունակում շփումը, շուտով վերադառնում էր այլ գործերի։ Կար մի նուրբ, բայց հետողական խուսափում երեխաների հետ ինքնաբուխ ֆիզիկական շփումից։ Ամենաշատը, որ տիկին Սիրանուշին զարմացնում էր, այն ամբողջական վերափոխումն էր, որը տեղի էր ունենում, երբ Ռաֆֆին գալիս էր։ Լիլիթն ակնթարթորեն դառնում էր մեկ այլ մարդ։ Գրկում էր երկվորյակներին, հարցեր էր տալիս, թե ինչպես են իրենց պահել օրվա ընթացքում, անկեղծ հետաքրքրություն էր ցուցաբերում նրանց գործունեության նկատմամբ։ Փոփոխությունն այնքան արմատական, այնքան արագ էր, որ տիկին Սիրանուշը սկսեց կասկածել, թե արդյոք ինքը պարանոիկ չէ, արդյոք խնդիրներ չի տեսնում այնտեղ, որտեղ դրանք գոյություն չունեն։ Ընտանեկան ճաշերի ընթացքում տիկին Սիրանուշը դիտում էր, թե ինչպես է Լիլիթն իրեն պահում։ Նա ակտիվորեն մասնակցում էր երկվորյակների կերակրմանը, երբ Ռաֆֆին սեղանի շուրջ էր, օգնում էր մաքրել ուտելիքից կեղտոտված դեմքերը, ծիծաղում էր նրանց արած թափթփուկությունների վրա։
Սակայն երբ Ռաֆֆին բացակայում էր զանգի պատասխանելու կամ մեկ այլ սենյակից ինչ-որ բան բերելու, Լիլիթն անմիջապես դադարում էր շփվել երեխաների հետ, իր ուշադրությունը դարձնում էր հեռախոսին կամ սեփական ուտելիքին, խնամքի ողջ պատասխանատվությունը թողնելով տիկին Սիրանուշի վրա։ Տիկին Սիրանուշի երկար տարիների փորձը երեխաների հետ աշխատանքում նրան սովորեցրել էր, որ փոքրիկներն ունեն շատ սուր ընկալում, անկեղծ զգացմունքները հայտնաբերելու համար։ Նրանք բնազդաբար գիտեն, թե ով է իրենց իսկապես սիրում, ով է պարզապես ծածնում։ Այդպես նա սկսեց նկատել, որ Միքայելն ու Գաբրիելը թե չէին մերժում Լիլիթին, բայց նա ինքնաբուխ կերպով չէին փնտրում նրան, ինչպես անում էին այլ սիրելի մարդկանց հետ։ Երբ Ռաֆֆին տուն էր գալիս, երկվորյակները սողալով վազում էին նրա ուղղությամբ, լայն ժպտում, ձեռքերն առաջ մեկնում գրկվելու համար։ Տիկին Սիրանուշի հետ նրանք ցուցաբերում էին ընտանեկան վստահելի ջերմություն, փնտրում էին նրան, երբ քաղցած էին, քունը տանում էր կամ մխիթարության կարիք ունեին։ Լիլիթի հետ, սակայն, ավելի զգուշավոր կեցվածք էին պահպանում։ Նրա ներկայությամբ չէին լացում, բայց նա չէին ցուցաբերում նույն ինքնաբուխությունն ու ուրախությունը։ Տիկին Սիրանուշը փորձեց զուսպ կերպով խոսել Ռաֆֆիի հետ այս դիտարկումների մասին, բայց դժվարություններ ունեցավ իր մտահոգությունները կոնկրետ ձով արտահայտելու։ Ինչպես բացատրել, որ Լիլիթը տարբեր է, երբ նա ներկա չէ։ Ինչպես նկարագրել մի նուրբ սառնություն, որը կարող էր պարզապես մեկնաբանվել որբ ես ամաչկոտություն կամ բնական անվստահություն մեկի կողմից, ով դեռ հարմարվում է խորտ մոր դերին։ Տիկին Սիրանուշը վախենում էր, որ կթվա անտեղի խառնվող կամ խանդոտ, վախենում էր, որ Ռաֆֆին կմտածի, թե ինքը չի ուզում երկվորյակների խնամքը կիսել մեկ այլ մարդու հետ։ Շաբաթներն անցնում էին, հարսանիքի նախապատրաստություններն ինտենսիվանում էին։ Լիլիթն ավելի ու ավելի էր ներգրավված արարողության մանրամասներով, ժամերով հեռախոսով խոսում էր մատակարարների հետ, անընդհատ գնում էր զգեստի փորձարկումների, հանդիպումների դեկորատորների հետ, քաղցրավենիքի համտեսների։ Ռաֆֆին հիանում էր նրա նվիրվածությամբ կատարելության ձգտումով, երջանիկ էր զգում, որ ունի այդքան նվիրված հարսնացու, որը ջանում է հարսանիքի օրը դարձնել հատուկ հիշարժան։ Հենց Լիլիթի հարսանեկան հարցեր լուծելու համար դուրս գալու ժամանակ էր, որ տիկին Սիրանուշը ականատես եղավ մեկ այլ բացահայտող դեպքի։ Միքայելն արթնացել էր քնից լացում էր օրորոցում, կանչելով մամա այնպես, ինչպես փոքր երեխաներն են անում, երբ ուշադրություն են ուզում։ Տիկին Սիրանուշը զբաղված էր։ Հարան սենյակում հագուստ ծալելով մի քանի րոպե ուշացավ նրա մոտ հասնելուց։ Երբ մտավ երկվորյակների սենյակ, գտավ Լիլիթին կանգնած Միքայելի օրորոցի կողքին, դիտելով նրա լացը դեմքին ակնհայտ անհանգստության արտահայտությամբ։ Նա չէր վերցրել տղային գիրկը, չէր փորձել մխիթարել, պարզապես այնտեղ էր, սպասելով, որ տիկին Սիրանուշը գա լուծի իրավիճակը։ Տիկին Սիրանուշի համար ամենից անհանգստացնողն այն արտահայտությունն էր, որը տեսավ Լիլիթի դեմքին այդ պահին։ Դա կարեկցանք չէր, ոչ էլ մայրական անհանգստություն, դա մաքուր պարզ գրգռվածություն էր։ Նա երկար ժամանակ է լացում, ասաց Լիլիթը, երբ տիկին Սիրանուշը հայտնվեց, կարծես բողոքում էր մի անհարմարությունից։ Կարծում եմ, քաղցած է կամ նման մի բան։ Այն ձև, որով նա խոսեց, ձայնի տոնը, որն օգտագործեց, մարմնի կեցվածքը, որը պահպանում էր, ամեն ինչ ցույց էր տալիս, որ նա Միքայելի լացը տեսնում է որպես մեկ այլ մարդու կողմից լուծվելիք խնդիր, ոչ թե որպես կանչ, որն արթնացնում է իր խնամքի բնազդները։ Տիկին Սիրանուշը վերցրեց Միքայելին գիրկը, զգաց, որ նա իսկապես քաղցած է, պատրաստեց շիշը արագ հանգստացրեց նրան։ Լիլիթը դիտում էր ամբողջ տեսարանը, առանց օգնություն առաջարկելու, առանց սովորելու կամ մասնակցելու հետաքրքրություն ցուցաբերելու։ Երբ Միքայելը դադարեց լացել, սկսեց նորից ժպտալ, Լիլիթը պարզապես ասաց, որ պետք է դուրս գա մատանիներն ընտրելու, հեռացավ սենյակից։ Այդ գիշեր տիկին Սիրանուշը երկար ժամանակ արթուն մնաց, խորելով այն ամենի մասին, ինչ նկատել էր վերջին շաբաթների ընթացքում։ Նրա բնազդներն ասում էին, որ ինչ-որ բան այն չէ, ինչ-որ բան, որը չէր կարողանում հստակ սահմանել, բայց որը նրան խորապես անհանգստացնում էր։ Նա սիրում էր Ռաֆֆիին, կարծես իր որդին լիներ, ուղեկցել էր նրա ցավին Կարինեի կորստից հետո, անկեղծորեն ցանկանում էր նրա երջանկությունը։ Նա սիրում էր Միքայելին ու Գաբրիելին, կարծես իր սեփական թոռները լինեին, իրեն պատասխանատու էր զգում նրանց պաշտպանելու, նրանց բարօրությունն ապահովելու համար։ Մինույն ժամանակ տիկին Սիրանուշը գիտակցում էր, որ գուցե անարդար է Լիլիթի նկատմամբ։ Ոչ բոլոր կանայք ունեն զարգացած մայրական բնազդ, ոմանց ավելի շատ ժամանակ է պետք, զգացմունքային կապեր ստեղծելու երեխաների հետ, որոնք կենսաբանորեն իրենցը չեն։
Գուցե այն սառնությունը, որը նկատում էր, պարզապես անվստահություն էր, վախ երկվորյակներին չափազանց մոտենալուց, նախքան ամուսնությունը կպաշտոնականացներ իր դիրքը ընտանիքում։ Գուցե Լիլիթը պարզապես զգույշ էր, հարգալից այն տարածքի նկատմամբ, որը տիկին Սիրանուշը զբաղեցնում էր երեխաների դաստիարակության մեջ։ Սակայն տիկին Սիրանուշի փորձն ասում էր, որ փոքր երեխաները պետք է անկեղծ սեր զգան այն մարդկանցից, ովքեր ամեն օր նրանց հետ են։ Միքայելն ու Գաբրիելը զգացմունքային զարգացման կարևոր փուլում էին, նրանց պետք էին հենակետային կերպարներ, որոնք կստիպեին նրանց զգալ ապահով, սիրված, պաշտպանված։ Եթե Լիլիթն իսկապես պետք է լիներ նրանց մայրը ամուսնությունից հետո, նա պետք է զարգացներ իրական զգացմունքային կապ, ոչ թե պարզապես դեր խաղար, երբ Ռաֆֆին ներկա էր։ Մարտ ամսվա ընթացքում տիկին Սիրանուշի դիտարկումներն ինտենսիվացան։ Նա սկսեց ուշադրություն դարձնել էլ ավելի նուրբ մանրամասների։ Այն ձին, որով Լիլիթը խուսափում էր երկար ժամանակ մենակ մնալ երկվորյակների հետ, միշտ արտաքին հանդիպումներ կազմակերպելով, երբ Ռաֆֆին պետք է բացակայեր, այն ձին, որով նա խուսափում էր խոսակցությունից, երբ Ռաֆֆին հարցնում էր երեխաների հետ անցկացրած կոնկրետ պահերի մասին, նախաձեռնության բացակայությանը, խաղեր կամ գործունեություն ստեղծելու, որոնք կներառեին երեխաներին։ Տիկին Սիրանուշը նա նկատեց, որ Լիլիթը երբեք ինքնաբուխ կերպով չէր առաջարկում օգնել գիշերային խնամքի հարցում։ Երբ երկվորյակներից մեկն արթնանում էր գիշերը լացելով, միշտ Ռաֆֆին կամ տիկին Սիրանուշն էին ոտքի կանգնում։ Լիլիթը շարունակում էր քնել, նույնիսկ երբ լացն այնքան ուժեղ էր, որ կարթնացներ ցանկացած մեծահասակի նույն հարկում։ Առավոտյան երբեք չէր հարցնում, թե արդյոք գիշերը ինչ-որ բան տեղի է ունեցել, անհանգստություն չէր ցուցաբերում երեխաների քնի որակի վերաբերյալ։ Մեկ այլ ասպեկտ, որը գրավեց տիկին Սիրանուշի ուշադրությունը, այն ձն էր, որով Լիլիթը խոսում էր երկվորյակների մասին իր սեփական ընկերուհիների հետ։ Հեռախոսազանգերի ժամանակ, որոնք տիկին Սիրանուշը զուսպ կերպով լսում էր, Լիլիթը խոսում էր նշանադրության, Ռաֆֆիի, ընկերության, հարսանիքի նախապատրաստությունների մասին, բայց հազվադեպ էր նշում Միքայելին ու Գաբրիելին։ Երբ նշում էր, միշտ հեռավոր ձով, կարծես նրանք Ռաֆֆիի կյանքի մի մանրուք լինեին, որի հետ նա պետք է գործ ունենար, ոչ թե ապագա որդիներ, որոնց սիրելու մեծացնելու անհամբեր սպասում էր։ Տիկին Սիրանուշը սկսեց մտածել, թե արդյոք պետք է իր մտահոգություններն ավելի ուղղակիորեն կիսի Ռաֆֆիի հետ։ Նա նրան ճանաչում էր այնքան տարիներ, գիտեր, որ նա խելացի դիտողական մարդ է, բայց նա գիտակցում էր, որ նա սիրահարված է, հույս ունի վերականգնել իր ընտանեկան կյանքը, գուցե ոչ այնքան ուշադիր այն նուրբ նշաններին, որոնք ավելի փորձառու կինը կարող էր որսալ։ Այն պատասխանատվությունը, որը տիկին Սիրանուշը զգում էր երկվորյակների հանդեպ, տանջում էր նրան։ Իսկ եթե նա ճիշտ էր իր կասկածներում։ Իսկ եթե Լիլիթն իսկապես չուներ այն մայրական պրոֆիլը, որն անհրաժեշտ էր Միքայելին ու Գաբրիելին սիրով նվիրվածությամբ մեծացնելու համար։ Մյուս կողմից, տիկին Սիրանուշը նա վախենում էր, որ անարդար է, գուցե Աստված անգիտակից խանդից, երեխաների խնամքը մեկ այլ մարդու հետ կիսելուց։ Նա այնքան կենտրոնական էր դարձել երկվորյակների կյանքում Կարինեի մահից հետո, որ գուցե անգիտակցաբար դիմադրում էր այն մտքին, որ մեկ այլ կին կստանձնի այդ դերը։ Կասկածը տանջում էր նրան։ Արդյոք իր մտահոգությունները օրինական էին, թե պարզապես բնական դժվարություն էր ընդունելու փոփոխություններն ընտանեկան դինամիկայում, որն այդքան հարմարավետ էր իրեն։ Ապրիլ ամիսը բերեց հարսանիքի նախապատրաստությունների ինտենսիվացում, որը նախատեսված էր հունիսի վերջին։ Լիլիթն անընդհատ զբաղված էր վերջնական փորձարկումներով, վերջին րոպեի ճշգրտումներով, հյուրերի հաստատումներով։ Ռաֆֆին ինտենսիվ աշխատում էր, ընկերությունը կարգի բերելու, նախքան մեղրամիսը, որը նրանք պետք է անցկացնեին Եվրոպայում։ Այս ամբողջ եռուզեռի մեջ Միքայելն ու Գաբրիելը շարունակում էին մեծանալ, զարգանալ, ավելի ու ավելի ակտիվ, հետաքրքրասեր, ուշադրություն մշտական խնամք պահանջող։ Հենց այդ ժամանակ էր, որ տիկին Սիրանուշը ականատես եղավ մինչ այդ իրեն ամենաշատը անհանգստացրած դեպքին։ Ռաֆֆին դուրս էր եկել մի հանդիպման, որը պետք է տեր ամբողջ օրը, Լիլիթը տանն էր, ճաշասենյակի սեղանին կազմակերպելով հարսանեկան հուշանվերները։ Միքայելն ու Գաբրիելը խաղում էին նրա մոտ գորգի վրա, իրենց խաղալիքները շուրջը սփռված։ Տիկին Սիրանուշը խոհանոցում ընթր իր պատրաստում, երբ լսեց, որ Գաբրիելը սկսում է լաց լինել։ Երբ հասավ հյուրասենյակ, գտավ մի տեսարան, որը նրան խորապես անհանգստացրեց։ Գաբրիելը մոտեցել էր Լիլիթին, հավանաբար փորձելով նրա ուշադրությունը գրավել կամ գիրք խնդրել, լացում էր նրա ոտքերի մոտ։ Լիլիթը շարունակում էր նստած, կազմակերպելով իր իրերը, լիովին անտարբեր երեխայի լացի նկատմամբ։
Ավելին, նրա դեմքի արտահայտությունը հստակ ցույց էր տալիս գրգռվածություն, անհամբերություն, կարծես Գաբրիելի լացը անտանելի միջամտություն լիներ իր գործունեությանը։ Երբ տիկին Սիրանուշը մոտեցավ Գաբրիելին վերցնելու, լսեց Լիլիթին ցածրաձայն մրմնջալիս, ավելի շատ իրեն, քան որևէ մեկին։ Ինչպես են կարողանում այդքան աղմուկ անել, այդքան փոքր լինելով։ Այն ձայնի տոնը, որը նա օգտագործեց լի անկեղծ գրգռվածությամբ, հաստատեց բոլոր կասկածները, որոնք տիկին Սիրանուշը կուտակել էր վերջին շաբաթների ընթացքում։ Այդ գիշեր, երբ Լիլիթը դուրս եկավ ընկերուհու հարսանեկան նախնական խնջույքին, տիկին Սիրանուշը որոշեց, որ պետք է նուրբ գտնի Ռաֆֆիի հետ իր մտահոգությունների մասին խոսելու։ Այլս չէր կարող լուռ մնալ, ծածնելով, թե չի նկատում կուտակվող նշանները։ Միքայելն ու Գաբրիելն արժանի էին ունենալ իրական սիրո ամուր հիմքերի վրա կառուցված ընտանիք, ոչ թե արտաքին տեսքի, որը կարող էր փլուզվել ամուսնությունից հետո։ Առիթը ստեղծվեց մի քանի օր անց, երբ Ռաֆֆին մեկնաբանեց, թե որքան երջանիկ է, որ Լիլիթն այդքան լավ է հարմարվել փոքր երկվորյակների խորտ մայր լինելու իրականությանը։ Տիկին Սիրանուշը խորը շունչ քաշեց, զգուշորեն ընտրելով իր բառերը, ասաց. «Պարոն, կարող եմ ձեզ հետ խոսել մի բանի մասին, որն ինձ անհանգստացնում է»։ Նրա ձայնի տոնը բավականաչափ լուրջ էր, որպեսզի Ռաֆֆին հասկանար, որ դա սովորական հարց չէ։ Ռաֆֆին զգաց, թե ինչպես ստամոքսը սեղմվեց, լսելով տիկին Սիրանուշի ձայնի լուրջ տոնը։ Համատեղ ապրած բոլոր տարիների ընթացքում նա հազվադեպ էր դիմում իրեն անձնական զրույցների համար, սովորաբար սահմանափակվելով տան գործնական հարցերով կամ երկվորյակների խնամքի հետ կապված հարցերով։ Երբ դա անում էր, միշտ ինչ-որ կարևոր բան կար նրա խոսքերի հետում։ Նա անջատեց նոթբուքը, որն օգտագործում էր պայմանագրերը վերանայելու համար, իր ամբողջ ուշադրությունը սեղեց տիկին Սիրանուշի վրա։ Իհարկե, տիկին Սիրանուշ։ Ի՞նչն է ձեզ անհանգստացնում։ Ռաֆֆին մի աթոռ մոտեցրեց, որպեսզի նա նստի խոհանոցի սեղանի շուրջ, որտեղ նրանք այդ պահին գտնվում էին։ Տիկին Սիրանուշը մի քանի վայրկյան վարանեց, ակնհայտորեն զգուշորեն ընտրելով այն բառերը, որոնք պետք է օգտագործեր։ Նրա ձեռքերը նյարդայնորեն շարժվում էին իր միշտ գրած գոգնոցի վրա, անհանգստության նշան, որը Ռաֆֆին լավ գիտեր։ Խոսքը տիկին Լիլիթի մասին է, պարոն։ Տիկին Սիրանուշը խորը շունչ քաշեց, նախքան շարունակելը։ Ես չէի ուզում ոչինչ ասել, որովհետև գիտեմ, որ դուք երջանիկ եք, նա լավ աղջիկ է թվում, բայց կան որոշ բաներ, որոնք ինձ անհանգիստ են դարձնում։ Ռաֆֆին ճակատը կիտեց, զգալով հետաքրքրության անհանգստության խառնուրդ։ Տիկին Սիրանուշը սուր բնազդ ուներ մարդկանց հանդեպ, հատկապես երբ խոսքը վերաբերում էր Միքայելին ու Գաբրիելին։ Ինչ տեսակի բաներ, տիկին Սիրանուշ։ Կարող եք բաց խոսել։ Ռաֆֆին մատները խաչեց սեղանի վրա, պատրաստվելով լսել մի բան, որը գուցե չէր ուզենա լսել։ Տիկին Սիրանուշը շուրջը նայեց, համոզվելով, որ Լիլիթը մոտակայքում չէ, նախքան շարունակելը։ Պարոն, տիկին Լիլիթը շատ քնքուշ է տղաների հետ, երբ դուք ներկա եք։ Դա ճիշտ է, ես տեսնում եմ։ Բայց երբ դուք դուրս եք գալիս, նա փոխվում է։ Տիկին Սիրանուշը դադար տվեց, դիտելով Ռաֆֆիի արտահայտությունը։ Նա ոչ մի վատ բան չի անում, լավ հասկացեք։ Երեխաներին չի վատ վերաբերվում, նրանց վրա չի բղավում։ Բայց դառնում է սառը, հեռու։ Կարծես տղաները մի անհարմարություն լինեն։ Ռաֆֆին զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց։ Տիկին Սիրանուշ, վստահ եք դրանում։ Գուցե նա պարզապես ավելի ամաչկոտ է, երբ ես մոտ չեմ։ Որոշ մարդիկ անվստահ են զգում փոքր երեխաների հետ, երբ սեփական փորձ չունեն։ Նա ուզում էր տրամաբանական բացատրություններ գտնել այն ամենի համար, ինչ տիկին Սիրանուշը նկարագրում էր, ուզում էր, որ նրա դիտարկումները պարզապես թյուրիմացություններ լինեին։ Ես էլ եմ այդ մասին մտածել, պարոն։ Դրա համար այսքան երկար ժամանակ պահանջվեց, որ ձեզ հետ խոսեմ։ Տիկին Սիրանուշը առաջ թեքվեց, ձայնը իջեցնելով։ Բայց արդեն ամիսներ են, ինչ նա տղաների հետ է։ Եթե պարզապես ամաչկոտություն լիներ, նա արդեն կսովորեր, այդպես չէ։ Բացի այդ, նա խուսափում է նրանց հետ մենակ մնալուց։ Միշտ, երբ դուք պատրաստվում եք դուրս գալ, նա տանն է, նա մի պատրվակ է գտնում նույնպես դուրս գալու համար։ Ռաֆֆին սկսեց մտովի վերանայել վերջին ամիսները, փորձելով հիշել իրավիճակներ, որտեղ Լիլիթին մենակ էր թողել երկվորյակների հետ։ Հիմա, երբ տիկին Սիրանուշը նշեց, նա իսկա պես չէր կարողանում հիշել շատ դեպքեր, երբ դա տեղի էր ունեցել։
Միշտ, երբ պետք է բացակայեր կամ Լիլիթը ինչ-որ հանդիպում ուներ, կամ տիկին Սիրանուշը ներկա էր երեխաներին խնամելու համար։ Եվս մի բան կա, պարոն։ Տիկին Սիրանուշը շարունակեց, ակնհայտորեն պայքարելով խոսելու իր սեփական դժկամության դեմ։ Նա երբեք տղաներին անուններով չի կանչում։ Միշտ ասում է երեխաները կամ փոքրիկները։ Եվ երբ նրանք լացում են, նա չի շարժվում նրանց մխիթարելու, եթե դուք չեք տեսնում։ Հենց երեկ Գաբրիելն ընկավ շատ լացեց, իսկ նա նույնիսկ աչքերը չբարձրացրեց պլանշետից։ Բացահայտումը Ռաֆֆիին հարվածեց ինչպես բռունցքի հարված Ստամոքսին։ Անունները կարևոր էին, դրանք սիրո, անհատական ճանաչման նշաններ էին։ Կարինեն միշտ ասում էր, որ երեխաներին անուններով կանչելը հիմնարար է, որպեսզի նրանք իրենց սիրված ճանաչված զգան։ Եթե Լիլիթը խուսափում էր Միքայելի Գաբրիելի անուններն օգտագործելուց, դա կարող էր վկայել զգացմունքային հեռավորության մասին, որը Ռաֆֆին չէր նկատել։ Տիկին Սիրանուշ, ես պետք է մի բան հարցնեմ, ուզում եմ, որ լիովին նկեղծ լինեք ինձ հետ։ Ռաֆֆին առաջ թեքվեց, ուղիղ նայելով աշխատողի աչքերին։ Կարծում եք, ես սխալ եմ անում։ Կարծում եք, Լիլիթը ճիշտ մարդը չէ։ Իմ երեխաների խորթ մայրը լինելու համար։ Տիկին Սիրանուշը խորը հոգոց հանեց, ակնհայտորեն զգալով այն պատասխանատվության բեռը, որը կրում էին իր խոսքերը։ Պարոն, ես չեմ կարող դրան պատասխանել ձեր փոխարեն։ Կարող եմ միայն ասել այն, ինչ տեսնում եմ։ Եվ այն, ինչ տեսնում եմ, մի կին է, որը սիրում է ձեզ, դա պարզ է։ Բայց տղաների հետ։ Կարծես նա դեր է խաղում, երբ դուք ներկա եք։ Տիկին Սիրանուշի խոսքերն արձագանքում էին Ռաֆֆիի մտքում ամբողջ գիշեր։ Նա զուսպ կերպով դիտում էր Լիլիթի երկվորյակների միջ փոխգործակցությունները ընթրիքի ժամանակ, ուշադրություն դարձնելով մանրամասների, որոնք գուցե անտեսել էր նախկինում։ Լիլիթն իսկապես ավելի ուշադիր էր սեփական եղունգներին, քան երեխաների կարիքներին, խուսափելով նրանց ուղղակիորեն դիպչելուց, երբ հնարավոր էր։ Հաջորդ օրերի ընթացքում Ռաֆֆին սկսեց նրբորեն ստուգել տիկին Սիրանուշի դիտարկումները։ Մի քանի արագ վերադարձեր հորինեց գրասենյակից տուն, անսպասելի պահերին հասնելով դիտելու, թե ինչպես է Լիլիթն իրեն պահում։ Այդ դեպքերից մեկում նա գտավ նրան հեռախոսով խոսելիս ընկերուհու հետ, բողոքելով մշտական աղմուկից, որն անում էին երկվորյակները։ Երբ նա տեսավ, որ ինքը եկել է, արագ փոխեց խոսակցության տոնը, քնքշորեն գնաց ողջունելու Միքայելին ու Գաբրիելին։ Կասկածի առաջին իրական կայծը վառվեց, երբ Ռաֆֆին ականատես եղավ մի պահի, որը տիկին Սիրանուշը նկարագրել էր։ Գաբրիելը լացում էր օրորոցում, քնից արթնան։ Ալուց հետո, իսկ Լիլիթը նույն սենյակում էր, զգեստապահարանից հագուստ ընտրելով։ Նա ակնհայտորեն լսում էր լացը, բայց շարունակում էր իր գործերը, կարծես ոչինչ տեղի չէր ունենում։ Ռաֆֆին էր, որ վերցրեց Գաբրիելին գիրկը, միայն այդ ժամանակ Լիլիթը մոտեցավ, առաջարկելով օգնել մի ժպիտով, որը մի փոքր ստիպողական էր թվում։ Ամենից անհանգստացնող բացահայտումը տեղի ունեցավ մի օր, երբ Ռաֆֆին ավելի վաղ տուն եկավ, լսեց Լիլիթի հեռախոսազրույցը մեկի հետ, որը կարծես թե մտերիմ ընկերուհի էր։ Նա պատշգամբում էր, ըստ ելույթին կարծելով, որ ինքը դեռ չի եկել։ Այն խոսքերը, որ լսեց, ծառեցրին նրա արյունը։ Գիտեմ, որ նրանք սիրունիկ են, բայց շատ պահանջկոտ են։ Փառք Աստծո, տիկին Սիրանուշն ամեն ինչի մասին հոգ է տանում։ Հարսանիքից հետո ես Ռաֆֆին կառաջարկեմ, որ նրանց տանք ինչ-որ ամբողջօրյա մանկապարտեզ, գոնե շաբաթվա ընթացքում։ Ռաֆֆին կանգնած էր պատշգամբի դռան հետում, մարսելով այն, ինչ հենց նոր լսել էր։ Ամբողջօրյա մանկապարտեզ։ 1 տարեկան երեխաների համար։ Նա երբեք չէր մտածի Միքայելից ու Գաբրիելից այդքան երկար ժամանակով բաժանվելու մասին, հատկապես այն բանից հետո, երբ նրանք արդեն կորցրել էին մորը։ Լիլիթի առաջարկը բացահայտում էր նրա, որպես հոր առաջնահերթությունների երկվորյակների զգացմունքային կարիքների մասին լիակատար անըմբռնողությունը։ Այդ գիշեր Ռաֆֆին հազիվ կարողացավ քնել։ Մի անհանգստացնող գլուխկոտրուկի կտորները սկսում էին իրար միանալ նրա մտքում։ Տիկին Սիրանուշի դիտարկումները, իր սեփական զուսպ բացահայտումները, ամբողջօրյա մանկապարտեզի մասին լսած խոսակցությունը, ամեն ինչ մատնանշում էր այն սարսափելի հնարավորությունը, որ այն կինը, ում հետ նա պատրաստվում էր ամուսնանալ 2 ամսից, կարող էր չունենալ այն անկեղծ մայրական զգացմունքները, որոնք նա այդքան ցանկանում էր իր որդիների համար։ Ավելի խորը հետաքննելու որոշումը միանգամից չեկավ։ Ռաֆֆին մի ամբողջ շաբաթ պայքարում էր իր սեփական կասկածների դեմ, փորձելով գտնել այլընտրանքային բացատրություններ, կասկածելով, թե արդյոք պարանոիկ կամ անարդար չէ։
Լիլիթը շարունակում էր քնքշորեն իրեն պահել, երբ նա ներկա էր, ակտիվորեն մասնակցում էր հարսանիքի նախապատրաստություններին, խանդավառությամբ խոսում էր այն ապագայի մասին, որը նրանք միասին պետք է կառուցեին։ Մեղրամսի մասին սովորական զրույցի ժամանակ էր, որ Ռաֆֆին մի գաղափար ունեցավ, որը սկզբում նրան սարսափեցրեց։ Լիլիթը նշեց, որ լավ կլիներ, եթե նրանք մենակ ճամփորդեին Եվրոպա հարսանիքից առաջ, առանց կենցաղային առօրյայի շեղումների ավելի լավ ճանաչելու միմյանց։ Այն ձև, որով նա իր երեխաներին անվանեց շեղումներ, կարմիր լույս վառեց Ռաֆֆիի մտքում։ Իսկ ինչ կասես, եթե ես մենակ գործուղման գնամ հարսանիքից առաջ։ Ռաֆֆին առաջարկեց, ըստ երույթին պատահական ձով։ Գերմանիայում մի քանի հաճախորդ ունեմ, որոնք անձնակա հանդիպում են խնդրում։ Կարող էի ամեն ինչ լուծել երկշաբաթյա ուղղորության ընթացքում, մեր Մեղրամսի համար օրակարգս ազատելով։ Նա ուշադիր հետեց Լիլիթի արձագանքին այս առաջարկին։ Նրա դեմքը լուսավորվեց մի ձով, որը Ռաֆֆիին անհանգստացնող թվաց։ Ինչ հիանալի գաղափար է։ Դու կարող ես առանց շտապելու լուծել քո գործերը, իսկ ես կարող եմ ավելի հանգիստ ավարտին հասցնել հարսանիքի վերջին մանրամասները։ Նա ոչ մի անհանգստություն չցուցաբերեց Միքայելի Գաբրիելի խնամքի պատասխանատվությունը ստանձնելու մասին, չհարցրեց, թե ինչպես նրանք կդիմանան իր բացակայությանը, լրացուցիչ օգնություն չառաջարկեց տիկին Սիրանուշին։ Այս արձագանքը հաստատեց Ռաֆֆիի ամենավատ կասկածները։ Սիրող ապագա կինն ու խորտ մայրը պետք է գոնե որոշակի անհանգստություն ցուցաբերեր 2 շաբաթով փոքր երկվորյակներին մենակ խնամելու մասին։ Պետք է հարցեր տար առօրյայի մասին, անհանգստություն ցուցաբերեր, թե ինչպես երեխաները կդիմանան հոր բացակայությանը։ Լիլիթի անմիջական խանդավառությունը ճամփորդության գաղափարի հանդեպ բացահայտում էր, որ նա Ռաֆֆիի բացակայությունը տեսնում էր որպես ազատության հնարավորություն, ոչ թե լրացուցիչ պատասխանատվություն։ Հենց այդ ժամանակ Ռաֆֆին կայացրեց մի որոշում, որը լիովին կփոխեր իր կյանքի ընթացքը։ Նա պետք է բացահայտեր, թե ով է Լիլիթն իրականում, երբ կարծում էր, որ ազատ է իր հսկողությունից։ Պետք է իմանար, թե արդյոք իր կասկածները հիմնավոր են, թե նա անարդար է մի կնոջ նկատմամբ, որն անկեղծորեն սիրում է իրեն, ուզում է ընտանիք կառուցել իր հետ։ Թաքնված տեսախցիկների գաղափարն առաջացավ իր կրտսեր եղբոր, Գորգի հետ զրույցի ընթացքում, որն աշխատում էր էլեկտրոնային անվտանգության ոլորտում։ Ռաֆֆին չբացահայտեց իր կասկածների մանրամասները, պարզապես ասաց, որ կցանկանար տանը հսկողության համակարգ տեղադրել, ավելի շատ անվտանգություն ունենալու համար, հատկապես փոքր երեխաների հետ։ Գորգն առաջարկեց մի բարդ զուսպ համակարգ։ Մանր տեսախցիկներ, տեղադրված դեկորատիվ իրերի, ծխի տվիչների, նույնիսկ երկվորյակների որոշ խաղալիքների մեջ։ Պատկերները ուղիղ կհեռարձակվեին Ռաֆֆիի հեռախոսի հավելված, թույլ տալով իրական ժամանակում հսկողություն աշխարհի ցանկացած կետից։ Համակարգը ներառում էր նաձայնագրություն, որը հիմնարար էր զրույցները որսալու համար։ Տեղադրումն իրականացվեց մի հանգստյան օր, երբ Լիլիթը մեկնել էր Արտաշատ, ծնողներին այցելելու։ Ռաֆֆին ասաց, որ երկվորյակներին կտանի Դիլիջան, հայրական տատիկ-պապիկների տուն օրն անցկացնելու, տունը դատարկ թողնելով, որպեսզի Գորգը կարողանա աշխատել առանց նկատվելու։ Մի քանի ժամվա ընթացքում 5 տեսախցիկ ռազմավարական դիրքերում տեղադրվեցին։ Մեկը հյուրասենյակում, մեկը խոհանոցում, մեկը երկվորյակների սենյակում, մեկը գրասենյակում, մեկը ամուսնական ննջասենյակում։ Կեղծ ճամփորդության պլանը մշակվեց մանրակրկիտ խնամքով։ Ռաֆֆին իսկապես ամրագրեց Տոմսեր հյուրանոց Գերմանիայում, ճամփորդության մասին հայտնեց ընկերության աշխատակիցներին, կազմակերպեց վիրտուալ հանդիպումներ, որոնք կարող էին արդարացնել իր բացակայությունը։ Սակայն ճամփորդելու փոխարեն նա պետք է թաքնվեր սեփական տան ձեղնահարկում, մի տարածք, որը տարիներ առաջ վերածվել էր երկրորդական գրասենյակի, բայց հազվադեպ էր օգտագործվում։ Ձեղնահարկը անկախ մուտք ուներ տան հետի արտաքին աստիճանով, որը լիովին անտեսանելի էր հասարակական գոտուց։ Ռաֆֆին կարող էր մտնել դուրս գալ առանց նկատվելու, հատկապես գիշերվա ընթացքում։ Տիկին Սիրանուշը զուսպ կերպով տեղեկացվեց պլանի մասին, դառնալով նրա էական դաշնակիցը։ Նա ուտելիք կբերեր ձեղնահարկ, զեկույցներ կտրամադրեր Լիլիթի գործունեության մասին, ամենակարևորը կապահովեր, որ Միքայելն ու Գաբրիելը պաշտպանված լինեն, եթե ինչ-որ լուրջ բան տեղի ունենա։ Պարոն, վստահ եք, որ ուզում եք դա անել։ Տիկին Սիրանուշը հարցրեց, երբ Ռաֆֆին նրան բացատրեց պլանի մանրամասները։ Եթե ձեր կասկածները ճիշտ են, դուք շատ եք տանջվելու, տեսնելով ճշմարտությունը։ Նրա աչքերում խորը տխրություն կար, կարծես արդեն գիտեր, թե ինչպիսի բացահայտումներ են սպասվում։
Տիկին Սիրանուշ, ես պետք է իմանամ։ Իմ երեխաները շատ վաղ են կորցրել իրենց մորը։ Ես չեմ կարող թույլ տալ, որ նրանք մեծանան մի տանը, որտեղ անկեղծորեն սիրված չեն։ Ռաֆֆին զգաց, որ ձայնը խեղդվում է հուզմունքից։ Եթե Լիլիթն այն է, ով ես կարծում եմ, որ նա է, Միքայելն ու Գաբրիելն ավելի լավին են արժանի։ Եթե ես սխալվում եմ, ես նրանից ներողություն կխնդրեմ իմ կյանքի մնացած մասում։ Հոգեբանական նախապատրաստությունը նրան, ինչ կարող էր բացահայտել, գուցե ամենադժվար մասն էր։ Ռաֆֆին գիշերներն արթուն անցկացրեց, պատկերացնելով սցենարներ, սկսած այն հնարավորությունից, որ իր կասկածներն անհիմն են, մինչ Լիլիթի իրական բնավորության մասին ամենավատ վարկածները։ Նա տեղադրեց հսկողության հավելվածը երկու տարբեր հեռախոսների վրա, ստեղծեց պահուստային համակ։ Արագ ձայնագրությունների համար համոզվեց, որ կունենա ամուր ապացույցներ, եթե դրանք օրինականորեն օգտագործելու կարիք լինի։ Ընտանիքի փաստաբանը, պարոն Էդուարդ Մանուկյանը, զուսպ կերպով խորհրդակցվեց մասնավոր սեփականությունում մեկին ձայնագրելու իրավական հետանքների մասին։ Առանց կոնկրետ մանրամասների մեջ մտնելու, Ռաֆֆին տեղեկացավ, թե ինչպես փաստաթղթավորել ապացույցներ, որոնք կարող էին օգտագործվել նախամուսնական պայմանագրերն անվավեր ճանաչելու կամ պաշտպանական միջոցներ փնտրելու համար։ Պարոն Էդուարդը, որ Ռաֆֆին տարիներ շարունակ ճանաչում էր եղել էր նա Կարինեի փաստաբանը, հասկացավ, որ ինչ-որ լուրջ բան է տեղի ունենում, բայց հարգեց իր հաճախորդի գաղտնիությունը։ Ճամփորդության նշանակված օրվանից մեկ շաբաթ առաջ Ռաֆֆին սկսեց աճող խանդավառություն ցուցաբերել գաղափարի հանդեպ։ Խոսում էր այն հանդիպումների մասին, որոնք կունենար, այն վայրերի մասին, որոնք կայցելեր, թե որքան լավ կլիներ լուծել միջազգային գործերը հարսանիքից առաջ։ Լիլիթն այս խանդավառությանն արձագանքեց մի աշխուժությամբ, որը Ռաֆֆիին չափազանցված թվաց։ Նա արդեն պլանավորում էր, թե ինչպես կօգտվի երկու շաբաթից։ Կավարտի հարսանիքի վերջին մանրամասները, կայցելի ընկերուհիներին, գուցե մի քանի հատուկ գնումներ կանի։ Կկարոտես տղաներին։ Ռաֆֆին պատահականորեն հարցրեց մի երեկո, ստուգելով նրա արձագանքը։ Երկու շաբաթը բավականին երկար ժամանակ է, նրանց չտեսնելու համար։ Նա ուշադիր հետեց Լիլիթի արտահայտությանը, մինչ նա պատասխանը ձակերպում էր։ Իհարկե կկարոտեմ, պատասխանեց նա, բայց Ռաֆֆին նկատեց մի փոքր վարանում, կարծես նա հաշվարկում էր ճիշտ պատասխանը։ Բայց դա նրանց համար էլ լավ կլինի, ինձ հետ սովորելու առանց քեզ։ Դա կամրապնդի մեր կապը։ Պատասխանը փորձված հնչեց, կարծես նա նախապես մտածել էր, թե ինչ ասել, եթե այս ասպեկտի մասին հարցնեն։ Ենթադրյալ ճամփորդության նախօրեին Ռաֆֆին հատուկ ջանք գործադրեց, քնքշորեն հրաժեշտ տալու Միքայելին ու Գաբրիելին Լիլիթի ներկայությամբ։ Հայրիկը մի քանի օրով կմեկնի, բայց դուք կմնաք այստեղ մայրիկ Լիլիթի տիկին Սիրանուշի հետ, լավ։ Նա զուսպ կերպով դիտում էր, թե ինչպես նա արձագանքեց մայրիկ կոչվելուն։ Նրա արտահայտությունը ակնհայտ անհարմարության էր, որն արագ քողարկվեց ստիպող ական ժպիտով։ Տիկին Սիրանուշն օգնեց Ռաֆֆին ճամպրուկները տանել մեքենա, կատարյալ կերպով խաղալով ղեկավարին հրաժեշտ տվող աշխատողի դերը։ Լավ նայեք տղաներին, Ռաֆֆին բարձր ասաց, որպեսզի Լիլիթը լսի տան դռնից։ Ինչ որ պետք լինի, զանգիր ինձ։ Տիկին Սիրանուշը բնականորեն գլխով արեց, բայց նրա աչքերը ցույց էին տալիս այն անհանգստությունը, որը երկուսն էլ զգում էին այն մասին, թե ինչ կբացահայտեին հաջորդ օրերը։ Ռաֆֆին մեքենայով գնաց օդանավակայան, մեքենան թողեց կայանատեղիում, կարծես իսկապես ճամփորդում էր, տաքսիով գնաց իր տան մոտ գտնվող մի հյուրանոց։ Սպասեց մինչ կեսգիշեր, երբ վստահ էր, որ Լիլիթը քնած է, որպեսզի զուսպ կերպով մտնի ձեղնահարկ արտաքին աստիճանով։ Տեղավորվեց իր պատրաստած փոքրիկ իմպրովիզացված գրասենյակում, վերջին անգամ ստուգեց տեսախցիկների համակարգը, պատրաստվեց բացահայտելու, թե ով է իրականում այն կինը, ում հետ պատրաստվում էր ամուսնանալ։ Դիտարկման առաջին օրը պետք է սկսվեր մի քանի ժամից, Ռաֆֆին գիտեր, որ իր կյանքն այլս երբեք նույնը չի լինի այն բանից հետո, ինչ պատրաստվում էր բացահայտել։ Նրա ձեռքերը թեթակի դողում էին, մինչ վերջին անգամ ստուգում էր, թե արդյոք ձայնագրման համակարգը կատարյալ է աշխատում։ Մի քանի ժամից Լիլիթը կարթնանար, կարծելով, թե ամիսներ անց առաջին անգամ ազատ է իր հսկողությունից։ Ռաֆֆին պատրաստվում էր տեսնել նրա իրական դեմքը։ Ռաֆֆի հեռախոսի զարթուցիչը ցույց էր տալիս առավոտյան ժամը 6-ը, երբ նա արթնացավ ձեղնահարկի փոքրիկ գրասենյակում։ Քիչ վատ էր քնել, այն մասին անհանգստությունը, թե ինչ է բացահայտելու, քայքայում էր հանգիստ քնի ցանկացած հնարավորություն։
Տեսախցիկների հավելվածի միջոցով նա կարող էր տեսնել, որ Լիլիթը դեռ խորը քնած է իրենց ընդհանուր սենյակում, երկվորյակները հանգստանում են իրենց օրորոցներում, իսկ տիկին Սիրանուշն արդեն շարժվում է խոհանոցում, պատրաստելով նախաճաշը, ինչպես անում էր ամեն առավոտ այսքան տարիներ։ Առավոտյան սկզբնական առօրյան անցավ ըստ երույթին նորմալ։ Տիկին Սիրանուշը պատրաստեց երկվորյակների շշերը, Լիլիթն արթնացավ, իր սուրճը խմեց, հեռախոսով զբաղված, Միքայելն ու Գաբրիելը խաղում էին հյուրասենյակի մանեժում, կերակրվելուց հետո։ Ռաֆֆինը կրանների միջոցով հետում էր յուրաքանչյուր շարժման, փնտրելով վարքային տարբերությունների նշաններ, որոնք նկարագրել էր տիկին Սիրանուշը։ Առաջին նուրբ փոփոխությունը տեղի ունեցավ, երբ տիկին Սիրանուշը դուրս եկավ բակում լվացք փռելու, Լիլիթին մոտ 15 րոպեով մենակ թողնելով հյուրասենյակում երկվորյակների հետ։ Վերափոխումն ակնթարթային ցնցող էր։ Լիլիթը, որը րոպեներ առաջ խաղում էր Միքայելի հետ, պարզապես դադարեց շփվել երեխաների հետ։ Վերցրեց իր պլանշետը, հենվեց բազմոցին, սկսեց թերթել սոցիալական ցանցերը, կարծես երեխաներն իր շուրջը գոյություն չունեին։ Միքայելը, սովոր մշտական ուշադրության, փորձեց նրա ուշադրությունը գրավել, բլբլալով ձեռքերն առաջ մեկնելով։ Լիլիթը կարճ նայեց նրա ուղղությամբ, բայց անմիջապես իր ուշադրությունը վերադարձրեց պլանշետի էկրանին։ Երբ Գաբրիելը սկսեց լաց լինել, որովհետև գցել էր մի խաղալիք, չէր կարողանում հասնել դրան, Լիլիթը լսելի գրգռվածությամբ հոգոց հանեց, բայց չշարժվեց նրան օգնելու։ Միայն երբ տիկին Սիրանուշը վերադարձավ, Գաբրիելը ստացավ այն մխիթարությունը, որի կարիքն ուներ։ Ռաֆֆին զգաց, թե ինչպես ստամոքսը խառնվեց, դիտելով այդ տեսարանը։ Լիլիթի սառնությունն էլ ավելի ցնցող էր, երբ օբյեկտիվորեն տեսնում է իր տեսախցիկների միջոցով։ Չկար ոչ մի բնական սիրո դրսորում, ոչ մի մայրական բնազդ, ոչ մի անկեղծ հետաքրքրություն երեխաների բարօրության նկատմամբ, երբ նա կարծում էր, որ մենակ է։ Առաջին օրը բացահայտեց մի անհանգստացնող օրինաչափություն, որը մշտապես կրկնվում էր։ Միշտ, երբ տիկին Սիրանուշը պահի տակ բացակայում էր, Լիլիթը դառնում էր լիովին այլ մարդ։ Նա խուսափում էր երկվորյակների հետ ավելորդ ֆիզիկական շփումից, անհամբերությամբ հոգոց էր հանում, երբ նրանք աղմուկ էին անում, գրգռվածության արտահայտություններ էր ցույց տալիս, երբ նրանք լացում էին։ Մի անգամ, երբ Միքայելը հատակին ջրով բաժակ գցեց, Ռաֆֆին լսեց Լիլիթին մրմնջալիս։ Ինչպես են երկու երեխաները կարողանում այսքան կեղտոտել։ Օրվա երկրորդ կեսը բերեց առաջին բացահայտող հեռախոսազանգը։ Լիլիթը սպասեց, մինչ տիկին Սիրանուշը դուրս եկավ սուպերմարկետ գնումներ անելու, երկվորյակներին քնած թողնելով, որպեսզի զանգահարի մեկին, որն ակնհայտորեն մտերիմ ընկերուհի էր։ Այն զրույցը, որը Ռաֆֆին լսեց ձայնագրությունների միջոցով, սառեցրեց նրա արյունը։ Ողջույն, Անահիտ, ինչ լավ է, որ զանգեցիր։ Վերջապես մենակ եմ, Ռաֆֆին այսօր առավոտյան մեկնեց։ Լիլիթի ձայնը կրում էր շոշափելի թեթացում, որը Ռաֆֆին երբեք չէր լսել նախկինում։ 2 ամբողջ շաբաթ, առանց ծածնելու, թե պաշտում եմ այս երեխաներին խնամելը։ Դու չես պատկերացնի, թե որքան հոգնեցուցիչ է անընդհատ դեր խաղալը։ Ռաֆֆին ստիպված եղավ մի քանի րոպեով դադարեցնել ձայնագրությունը, մարսելու այն, ինչ հենց նոր լսել էր։ Ծածնել, թե պաշտում եմ խնամելը։ Անընդհատ դեր խաղալը։ Խոսքերն արձագանքում էին նրա մտքում ինչպես ֆիզիկական հարվածներ։ Այն կինը, ում հետ նա պատրաստվում էր ամուսնանալ, բացահայտորեն խոստովանում էր, որ իր ջերմությունը իր երեխաների նկատմամբ լիովին կեղծ է։ Երբ կարողացավ վերսկսել լսելը, զրույցը զարգացել էր էլ ավելի անհանգստացնող մանրամասների։ Գիտեմ, որ դաժան է հնչում, Անահիտ, բայց ես իսկապես ոչ մի առանձնահատուկ բան չեմ զգում նրանց նկատմամբ։ Նրանք նորմալ երեխաներ են, չեմ կարող դա ժխտել, բայց իմ մեջ ոչ մի մայրական բնազդ չեն արթնացնում։ Ռաֆֆին խենթանում է նրանց համար, ուստի ես պետք է ձացնեմ, որ ես էլ։ Մյուս կողմի ընկերուհին, ըստ երույթին, ինչ-որ հարց տվեց ապագա պլանների մասին, քանի որ Լիլիթը շարունակեց. Հարսանիքից հետո ավելի հեշտ կլինի։ Ես կառաջարկեմ ամբողջօրյա դայակ, գուցե նույնիսկ մանկապարտեզ։ Ռաֆֆին սկզբում կդիմադրի, բայց ժամանակի ընթացքում կտեսնի, որ դա բոլորի համար ավելի լավ է։ Փոքր երեխաները պետք է շփվեն, չէ՞։ Ռաֆֆին աճով սրտխառնոց զգաց, շարունակելով լսել։ Լիլիթը համակարգված կերպով պլանավորում էր իր երեխաներին տնից հեռացնել, օգտագործելով ըստ երույթին տրամաբանական փաստարկներ, արդարացնելու այն, ինչն ակնհայտորեն փորձ էր, ազատվելու նրանց մեծացնելու պատասխանատվությունից։ Նա սառնասրտորեն հաշվարկում էր, թե ինչպես շահարկել իր հայրական կապը, հասնելու իր ուզածին։
Եվ Ռաֆին այնքան միամիտ է այս հարցերում, շարունակեց Լիլիթը մի ձայնի տոնով, որը Ռաֆին երբեք չէր լսել նրանից, լի քողարկված արամարանքով։ Նա կարծում է, որ ես կատարյալ խորթ մայր եմ, որովհետև ես խաղում եմ նրանց հետ, երբ նա մոտ է։ Եթե իմանար, թե ինչպես եմ ես գրգռվում, երբ նրանք լացում են գիշերը բոլորին արթնացնում։ Զրույցն ընդհատվեց, երբ տիկին Սիրանուշը վերադարձավ գնումներից, Լիլիթն արագ հրաժեշտ տվեց ընկերուհուն։ Բայց Ռաֆին բավականաչափ լսել էր, հաստատելու իր ամենավատ մղձավանջները։ Այն կինը, որը պատրաստվում էր դառնալ իր կինը, ոչ միայն չէր սիրում իր երեխաներին, այլ նրանց տեսնում էր որպես հաղթահարվելիք խոչընդոտներ, որոնք, ի վերջո, պետք է հեռացվեին իր առօրյա կյանքից։ Երկրորդ օրը բերեց էլ ավելի կործանարար բացահայտումներ։ Առավոտյան հեռախոսազանգը Ռաֆին ներկայացրեց Լիլիթի մի կողմ, որի գոյության մասին նա երբեք չէր պատկերացնի։ Նա խոսում էր մեկի հետ, որն ակնհայտորեն տղամարդ էր, զրույցի մտերմիկ տոնն անմիջապես պարզ դարձրեց, որ դա պատահական ընկերություն չէ։ Ողջույն սիրելիս, այնքան էի կարոտել քեզ հետ խոսելուն, առանց անհանգստանալու, թե արդյոք մեկը կլսի։ Լիլիթի ձայնը փափուկ էր, քնքուշ, լիովին տարբեր այն տոնից, որն օգտագործում էր ընկերուհիների հետ երկվորյակների մասին խոսելիս։ Ռաֆին զգաց, կարծես ստամոքսին հարված ստացավ, հասկանալով, որ լսում է իր հարսնացուին, որը սիրախաղ է անում մեկ այլ տղամարդու հետ։ Ռուբեն, դու չես պատկերացնի, թե որքան դժվար է անընդհատ ձացնելը։ Հատկապես այս երեխաների հետ, որոնք անընդհատ լացում են ու աղմկում։ Նա դադար տվեց, լսելու մյուս կողմի տղամարդու պատասխանը։ Գիտեմ, դու արդեն ասել ես, որ դա ընդամենս մի քանի տարի է։ 5 տարվա ամուսնությունը երաշխավորում է գույքի բաժանումը, չէ՞։ Դրանից հետո կարող եմ ամուսնալուծություն պահանջել մնալ այն ամենի կեսի հետ, ինչ նա կառուցել է։ Ռաֆին ստիպված եղավ իրեն զսպել, որպեսզի չբղավի սարսափից զայրույթից։ Լիլիթը ոչ միայն ծածնում էր, թե սիրում է իր երեխաներին, այլ պլանավորում էր խարտախ ամուսնություն, իր ունեցվածքի կեսը գողանալու կոնկրետ նպատակով։ Նա սիրեկան ուներ, մանրամասն ֆինանսական պլան ուներ, օգտագործում էր իր սուգն ու սերը իր երեխաների նկատմամբ որպես շահարկման գործիքներ։ 5 տարին արագ կանցնի, Ռուբեն։ Եվ դու կտեսնես, թե ինչպես արժեր սպասելը։ Նրա ձայնը գրեթե ագահ տոն ստացավ։ Նրա ընկերությունը միլիոններ արժե, չհաշված գույքն ու ներդրումները։ Երբ ես ամուսնալուծվեմ, մենք կկարողանանք ապրել ինչպես թա գավորներ մեր կյանքի մնացած մասում։ Տղամարդը ըստ երույթին ինչ-որ հարց տվեց երկվորյակների մասին, քանի որ Լիլիթը պատասխանեց մի սառնությամբ, որը սառեցրեց Ռաֆիի արյունը։ Երեխաները։ Ախ, սիրելիս, դա պլանի ամենահեշտ մասն է։ Ես կառաջարկեմ ինտերնատ դպրոցներ, հենց որ նրանք 5 տարեկան դառնան։ Որակյալ կրթություն, սոցիալականացում, այն ամբողջ խոսակցությունը, որը հարուստ ծնողները սիրում են լսել։ Ռաֆին կմտածի, որ դա նրանց բարօրության համար է։ Ռաֆին ստիպված եղավ նորից դադարեցնել ձայնագրությունը, այնքան ուժեղ էր իր զգացմունքային արձագանքը։ Դա պարզապես դավաճանություն չէր, պարզապես ծածում չէր, դա իր ընտանիքը ոչնչացնելու, իր ունեցվածքը գողանալու, իր երեխաներին լքելու համակարգված պլան էր։ Լիլիթը սառնասրտորեն հաշվարկել էր իր կյանքի յուրաքանչյուր ասպեկտը, դրանք վերածելով իր անձնական հարստացման գործիքների։ Երբ վերսկսեց լսելը, զրույցն էլ ավելի մտերմիկ էր դարձել։ Ռուբենը, ըստ երույթին, հարցրեց, թե երբ կարող են հանդիպել, Լիլիթը խանդավառությամբ պատասխանեց. Հիմա, երբ Ռաֆին մեկնել է, կարող ես այսօր երեկոյան գալ ինձ մոտ։ Տիկին Սիրանուշը, ինչպես միշտ, շուտ կքնի, մենք ամբողջ տունը կունենանք միայն մեզ համար։ Շատ եմ կարոտել։ Այն բացահայտումը, որ Լիլիթը պլանավորում է իր սիրեկանին բերել այն տուն, որտեղ քնում են իր երեխաները, Ռաֆիի զսպվածություն պահպանելու կարողության սահմանն էր։ Նա վեր կացավ համակարգչից, շրջաններով քայլեց ձեղնահարկի փոքրիկ գրասենյակում, պայքարելով անմիջապես իջնելու նրա հետ առերեսվելու ցանկության դեմ։ Միայն այն հիշողությունը, որ իրեն ավելի շատ ապացույցներ են պետք, Միքայելին ու Գաբրիելին օրինականորեն պաշտպանելու համար, նրան հետ պահեց իմպուլսիվ գործելուց։ Լիլիթի Ռուբենի հանդիպումը տեղի ունեցավ հենց այնպես, ինչպես նա խոստացել էր։ Գիշերվա ժամը 9-ի սահմաններում, երբ տիկին Սիրանուշն արդեն քաշվել էր իր սենյակ, երկվորյակները խորը քնած էին, մոտ 40 տարեկան մի տղամարդ զուսպ կերպով ժամանեց տուն։ Տեսախցիկները ֆիքսեցին նրա մուտքը ավտոտնակից, ցույց տալով, որ Լիլիթը նրան լիարժեք մուտք էր տվել սեփականություն։ Ռաֆին զզվանքի
Հիվանդագին հետաքրքրասիրության խառնուրդով դիտում էր, թե ինչպես է Լիլիթն ընդունում սիրեկանին իր սեփական տանը։ Նրանք կրկոտ համբուրվեցին հյուրասենյակում մի քանի մետր հեռավորության վրա այն սենյակներից, որտեղ քնում էին Միքայելն ու Գաբրիելը։ Հանդգնությունն ու հարգանքի բացակայությունն այնքան զազրելի էին, որ Ռաֆֆին նույնիսկ կասկածեց, արդյոք իրականություն է դիտում, թե մղձավանջ։ Լիլիթի Ռուբենի միջ զրույցը գիշերվա ընթացքում բացահայտեց նրանց միասին մշակած պլանի էլ ավելի կոնկրետ մանրամասներ։ Նրանք քննարկեցին ամուսնության իրավական ասպեկտները, գույքի բաժանման արագացման ռազմավարությունները, ապագա ամուսնալուծությունն արդարացնելու ձերը, որոնք չէին վնասի Լիլիթի հանրային իմիջը։ Դու ճիշտ ուսումնասիրել ես 5 տարվա կետի մասին, հարցրեց Ռուբենը, մինչ նրանք տան խոհանոցում գինի էին լցնում։ Այդ մասում սխալ չպետք է լինի, որովհետև մենք միայն մեկ հնարավորություն կունենանք։ Լիլիթը հաստատեց, որ զուսպ կերպով խորհրդակցել է 3 տարբեր փաստաբանների հետ գույքի բաժանման օրենքների մասին, միշտ օգտագործելով վհորինված պատմություններ, կասկածներ չհարուցելու համար։ Եվ երեխաները ամեն ինչ կհեշտացնեն, շարունակեց Լիլիթը մի ցինիզմով, որը Ռաֆֆիին զզվելի թվաց։ Այն բանից հետո, երբ նրանք ինտերնատ դպրոցներում լինեն, ես կպնդեմ, որ Ռաֆֆին դարձել է բացակա հայր, տարված աշխատանքով։ Որ մեր ամուսնությունը սառել է, որովհետև նա չի կարողանում հավասարակշռել ընտանիքն ու կարիերան։ Դատավորները պաշտում են այս տեսակի պատմությունները։ Ռաֆֆին հասկացավ, որ Լիլիթը պլանավորել էր ոչ միայն գողանալ իր փողերը, այլ օգտագործել իր սեփական երեխաներին իր դեմ ամուսնալուծության գործընթացում։ Նա մտադիր էր աստիճանաբար նրանց հեռացնել իրենից, իսկ հետո հայրական լքվածությունը ներկայացնել որպես ֆինանսապես շահավետ բաժանման արդարացում։ Երրորդ օրը բերեց ամենից ցնցող բացահայտումը։ Առավոտյան մեկ այլ ընկերուհու հետ զանգի ժամանակ Լիլիթը քննարկեց մանրամասներ, թե ինչպես է պլանավորում վարվել տիկին Սիրանուշի հետ ամուսնությունից հետո։ Նա չափազանց շատ բան գիտի տան առօրյայի մասին, շատ մոտ է երեխաներին։ Ես պետք է նրան աշխատանքից ազատեմ առաջին ամիսներին։ Չեմ կարող ռիսկի դիմել, որ նա կնկատի, որ ես այն սիրող խորթ մայրը չեմ, որը ծածնում եմ։ Այն սառնությունը, որով Լիլիթը քննարկում էր տիկին Սիրանուշի կյանքը ոչնչացնելը մի կնոջ, որը տասնամյակից ավելի նվիրել էր Միքայելյանների ընտանիքի խնամքին, Ռաֆֆին ցույց տվեց այն մարդու իրական բնավորությունը, ում հետ նա գրեթե ամուսնացել էր։ Տիկին Սիրանուշը Միքայելի Գաբրիելի համար պարզապես աշխատող չէր, նա գործնականում տատիկ էր, միակ մշտական մայրական կերպարը Կարինեի մահից հետո։ Նրան աշխատանքից ազատելը մաքուր դաժանություն կլիներ երեխաների նկատմամբ անարդարություն մի մարդու նկատմամբ, որը միայն հավատարմություն սեր էր ցուցաբերել։ Երրորդ օրվա երկրորդ կեսին Ռաֆֆին վերջնական որոշում կայացրեց։ Բավականաչափ ապացույցներ կային Լիլիթի հետ առերեսվելու իր ընտանիքն օրինականորեն պաշտպանելու համար։ Նա զուսպ կերպով զանգահարեց պարոն Էդուարդին, իր փաստաբանին, հրատապ հանդիպում նշանակեց հաջորդ օրվա համար։ Պետք է համոզվեր, որ բոլոր ապացույցները կազմակերպված են օրինականորեն վավեր ձով, նախքան որ է առերեսում։ Հանդիպումը պարոն Էդուարդի հետ տեղի ունեցավ նրա գրասենյակում, քաղաքի կենտրոնում։ Ռաֆֆին կիսվեց ամենաարդիական ձայնագրություններով, բացատրեց ամբողջ իրավիճակը, խորհուրդ խնդրեց իր երեխաներին ունեցվածքը պաշտպանելու լավագույն ձերի մասին։ Փաստաբանը, ցնցված պլանավորված խարդախության մասշտաբից, հաստատեց, որ ապացույցները բավարար են Լիլիթի հետ ցանկացած իրավական պարտավորություն անվավեր ճանաչելու անհրաժեշտության դեպքում պաշտպանական միջոցներ փնտրելու համար։ Ռաֆֆի, այս ձայնագրությունները ցույց են տալիս ամուսնական խարդախության հստակ կանխամտածվածություն, բացատրեց պարոն Էդուարդը, ապացույցները կազմակերպելիս։ Նա կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել, ոչ միայն քաղաքացիական։ Դուք իրավունք ունեք սահմանափակման հրամանի, որը նրան կարգելի մոտենալ ձեզ երեխաներին։ Առերեսման պլանը մանրակրկիտ մշակվեց։ Ռաֆֆին տուն կվերադառնար նախատեսվածից 2 օր շուտ, ծածնելով հրատապ խնդիր, որը կրճատել էր իր գործուղումը։ Իր հետ կբերեր բոլոր ձայնագրությունների պատճենները, արդեն պատրաստված իրավական փաստաթղթեր։ Երկու զուսպ անվտանգության աշխատակիցների, որոնք կտեղակայվեին տան արտաքին մասում, եթե Լիլիթը բռնի կերպով արձագանքեր բացահայտմանը։ Առերեսման առավոտյան Ռաֆֆին զգաց թեթացման տխրության խառնուրդ։ Թեթացում, ճշմարտությունը բացահայտելու համար մինչ հարսանիքը, տխրություն, ստիպված լինելով դիմակայել այն բոլոր հույսերի ոչնչացմանը, որոնք նա դրել էր իր երեխաների համար ընտանիք վերականգնելու վրա։
Նա խորը շունչ քաշեց, վերջին անգամ ստուգեց, թե արդյոք բոլոր ապացույցները կազմակերպված են, ուղղորդվեց տուն, իր կյանքի ամենադժվար զրույցներից մեկի համար։ Լիլիթը պատշգամբում էր, հեռախոսով խոսելիս, երբ Ռաֆֆին ժամանեց։ Նրա դեմքի զարմանքի թեթ խուճապի արտահայտությունից նա հասկացավ, որ նա չէր սպասում իրեն տեսնելս մի քանի օր։ Ռուբեն, ես քեզ հետո կզանգեմ։ Ռաֆֆին հենց նոր եկավ, նա արագ ասաց, նախքան անջատելը։ Ինչ հիանալի անակնկալ է, Լիլիթը վեր կացավ մի ժպիտով, որը Ռաֆֆին այժմ կարողանում էր հստակորեն ճանաչել որպես կեղծ։ Կարծում էի, դու միայն ուրբաթ օրը կվերադառնաս։ Ճամփորդության հետ ինչ-որ բան է պատահել։ Նրա հարցերն ուղեկցվում էին մի նուրբ նյարդայնությամբ, որը նա փորձում էր քողարկել չափազանցված խանդավառությամբ։ Այո, ճամփորդության ընթացքում շատ կարևոր բան է պատահել, պատասխանեց Ռաֆֆին, ուշադիր հետելով նրա յուրաքանչյուր արձագանքին։ Իրականում, ես պետք է քեզ հետ խոսեմ մի քանի բաների մասին, որոնք բացահայտել եմ։ Մի քանի րոպե ունես մենակ զրուցելու համար։ Նա պահպանեց ձայնի հանգիստ տոնը, բայց Լիլիթն անմիջապես հասկացավ, որ ինչ-որ բան այն չէ։ Տիկին Սիրանուշը հայտնվեց հյուրասենյակում Միքայելի Գաբրիելի հետ, որոնք ակնհայտ ուրախությամբ սողալով վազեցին Ռաֆֆիի ուղղությամբ։ Պապա, բլբլաց Միքայելը, Գաբրիելը խանդավառությամբ ծափ տվեց։ Ռաֆֆին զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց, գրկելով որդիներին, մտածելով, թե ինչպես էր Լիլիթը պլանավորել նրանց հեռացնել իրենից։ Տիկին Սիրանուշ, կարող եք տղաներին տանել այգում խաղալու։ Ես պետք է Լիլիթի հետ առանձին խոսեմ։ Տիկին Սիրանուշը հասկացողությամբ գլխով արեց, Ռաֆֆիի տոնից հասկացել էր, որ վճռորոշ պահը հասել է։ Նա վերցրեց երկվորյակներին զուսպ կերպով։ Դուրս եկավ, զույգին մենակ թողնելով հյուրասենյակում։ Ռաֆֆի, դու ինձ վախեցնում ես։ Ինչ է պատահել։ Լիլիթը փորձեց մոտենալ նրան, բայց Ռաֆֆին հեռավորություն պահպանեց, դիրքավորվելով այն սեղանի մոտ, որտեղ թողել էր իր նոութբուքը, բոլոր ապացույցները կազմակերպված։ Լիլիթ, ես ուզում եմ, որ դու ինձ հետ մի քանի բան դիտես, Ռաֆֆին բացեց նոութբուքը, սեղմեց առաջին ձայնագրության վրա։ Ես իմ ճամփորդության ընթացքում մի քանի շատ կարևոր ճշմարտություններ եմ բացահայտել, կարծում եմ դու կցանկանաս բացատրություն տալ։ Այն, ինչ հաջորդեց, ամենակործանարար բացահայտումն էր, որին Ռաֆֆին երբեք ականատես էր եղել։ Երբ ձայնագրությունները նվագարկվում էին, ցույց տալով Ռուբենի հետ զանգերը, ամուսնական խարդախության պլանները, երկվորյակների մասին հայտարարությունները, Լիլիթի դեմքն անցավ մի շարք վերափոխումների։ Զարմանք, խուճապ, զայրույթ, վերջապես, մի սառը հաշվարկ, որը Ռաֆֆին երբեք չէր տեսել նախկինում։ Դու ինձ ձայնագրել ես։ Ինչպես ես համարձակվել ինձ ձայնագրել այս տան գաղտնիության մեջ։ Լիլիթը սկզբում փորձեց պաշտպանվել զայրույթի հիման վրա, բայց ապացույցներն անհերքելի էին։ Երբ Ռաֆֆին նվագարկեց այն ձայնագրությունը, որտեղ նա երկվորյակներին անվանում էր խոչընդոտներ, պլանավորում էր նրանց ինտերնատ դպրոցներ տալ, նա վերջապես հրաժարվեց ժխտման ցանկացած փորձից։ Իսկ եթե ես իսկապես այս ամենը պլանավորել եմ։ Իսկ եթե ամեն ինչ հաշվարկված է եղել սկզբից։ Դիմակը վերջապես լիովին ընկավ, բացահայտելով մի սառնություն, որը սառեցրեց Ռաֆֆիին։ Կարծում ես, ես կբավարարվեի մորը կորցրած երկու երեխաների դայակը լինելով իմ կյանքի մնացած մասում։ Կարծում ես, քո կենցաղային կյանքն այդքան հետաքրքիր է։ Ռաֆֆին զգաց, կարծես առաջին անգամ էր տեսնում Լիլիթին։ Էլեգանտ քնքուշ կինն անհետացել էր, փոխարինվելով մեկով, որը հաշվարկող էր, դաժան լիովին զուրկ կարեկցանքից։ Ինչպես կարողացար ձացնել, թե սիրում ես իմ երեխաներին։ Ին։ Չպես կարողացար ինձ ստիպել հավատալ, որ մենք ընտանիք ենք։ Որովհետև դու ուզում էիր հավատալ, բղավեց Լիլիթը, լիովին կորցնելով զսպվածությունը։ Դու այնքան հուսահատ էիր քո երեխաների համար մայր գտնելու հարցում, որ ընդունեցիր առաջին կնոջը, որը լավ խաղաց դերը։ Իմ մեղքը չէ, որ դու չափազանց միամիտ էիր, նկատելու տարբերությունն իրական սիրո հմուտ դերասանության մեջ։ Առերեսումը տեց գրեթե 2 ժամ, Ռաֆֆին պահանջում էր բացատրություններ, որոնք Լիլիթը հերթով տալիս էր ցինիզմով կամ հրաժարվում էր տալ արհամարհանքով։ Երբ նա նշեց, որ արդեն խորհրդակցել է փաստաբանների հետ, որ նա պետք է անմիջապես լքի տունը, Լիլիթը փորձեց զգացմունքային շահարկման վերջին քայլը, որը լիովին ձախողվեց։ Ռաֆֆի, մենք դեռ կարող ենք սա փրկել։ Գիտեմ, որ դու վիրավորված ես, բայց մտածիր երկվորյակների մասին։ Նրանց մայր է պետք, ես կարող եմ սովորել իսկապես սիրել նրանց։
Նրա խոցելի զղջացող թվալու փորձն այնքան ակնհայտորեն կեղծ էր, որ Ռաֆֆին գրեթե ծիծաղեց հանդգնությունից։ Դու ամիսներ ունեիր նրան սիրել սովորելու համար, Լիլիթ։ Այ։ Ինչ դու սովորեցիր, ծածնելն էր, քո ուզածին հասնելու համար։ Ռաֆֆին փակեց նոութբուքը, ուղղվեց դեպի դուռը։ Դու 2 ժամ ունես քո իրերը այս տնից հանելու համար։ Դրանից հետո քեզ օրինականորեն կարգելվի մոտենալ ինձ, իմ երեխաներին կամ տիկին Սիրանուշին։ Լիլիթի վերջնական արձագանքը զայրույթի պայթյուն էր, որը հաստատեց Ռաֆֆիի բոլոր կասկածները նրա իրական բնույթի մասին։ Նա բղավեց, սպառնաց անհիմն իրավական գործընթացներով, նույնիսկ հրեց Ռաֆֆիին զայրույթի պահին։ Հենց այդ ժամանակ անվտանգության աշխատակիցները, լսելով դրսից բղավոցները, զուսպ կերպով մտան տուն, ապահովելու, որ իրավիճակը չվերածվի ֆիզիկական բռնության։ Տեսնելով իրեն լիովին շրջափակված, Լիլիթը վերջապես հավաքեց իր իրերը, դուրս եկավ տնից վերջին սպառնալիքով։ Դու կզղջաս, որ ինձ այսպես նվաստացրիր։ Ես կոչնչացնեմ քո հեղինակությունը, բոլորին կպատմեմ, թե իրականում ինչպիսի տղամարդ ես դու։ Ռաֆֆին պարզապես գլխով արեց անվտանգության աշխատակիցներին, որոնք նրան ուղեկցեցին մինչ իր մեքենան, ապահովեցին, որ նա վերջնականապես լքի տարածքը։ Լիլիթի հեռանալուց հետո առաջին շաբաթները Ռաֆֆիի համար ինտենսիվ զգացմունքային մաքրման շրջան էին։ Տունը կարծես նորից շնչում էր, կարծես մի ծանր կեղծ էներգիա վերջապես հեռացվել էր։ Միքայելն ու Գաբրիելը, թե շատ փոքր էին, հասկանալու տեղի ունեցածի մանրամասները, ցուցաբերեցին նուրբ, բայց նկատելի փոփոխություն իրենց վարքի մեջ։ Նրանք ավելի ժպտերես էին, ավելի հանգիստ, կարծես անգիտակցաբար զգում էին, որ ընտանեկան միջավայրն ավելի անկեղծ ապահով է դարձել։ Տիկին Սիրանուշը այս վերափոխումներին հետում էր այն մարդու թեթացումով, ով ամիսներ շարունակ լուռ բեռ էր կրել։ Նրա կասկածները հաստատվել էին ամենավատ ձով, բայց նա խորը բավարարվածություն էր զգում, որ քաջություն էր գտել իր մտահոգությունները Ռաֆֆիի հետ կիսելու։ Պարոն, դուք ճիշտ որոշու մկայացրիք, ասաց նա բացահայտումից մի քանի օր անց։ Տղաներն արժանի են մեծանալ մի տանը, որտեղ միայն իրական սեր կա։ Ռաֆֆին մի քանի գիշեր արթուն անցկացրեց, մարսելով ոչ միայն Լիլիթի դավաճանությունը, այլ խորելով իր սեփական ընտրությունների այն ապագայի մասին, որը ցանկանում էր կառուցել Միքայելի Գաբրիելի համար։ Հիասթափության ցավն ուժեղ էր, բայց աստիճանաբար փոխարինվում էր նորացված պաշտպանության զգացումով, հստակությամբ այն մասին, թե ինչն է իրականում կարևոր։ Իր երեխաները այն մարդիկ, ովքեր անկեղծորեն սիրում են նրանց։ Հենց այդ խորհրդածությունների գիշերներից մեկի ընթացքում Ռաֆֆին կայացրեց մի որոշում, որը հիմնովին կփոխեր իր ընտանիքի դինամիկան։ Հաջորդ առավոտ նա տիկին Սիրանուշին կանչեց պաշտոնական զրույցի հյուրասենյակում։ Նա եկավ տեսանելիորեն անհանգստացած, վախենալով, որ գուցե Ռաֆֆին որոշի կտրուկ փոփոխություններ կատարել տան առօրյայում, ապրած ամբողջ տրավմայից հետո։ Տիկին Սիրանուշ, ես պետք է ձեզ հետ խոսեմ մեր ընտանիքի ապագայի մասին, սկսեց Ռաֆֆին, դիտելով, թե ինչպես նա նստեց աթոռի եզրին, ակնհայտորեն լարված։ Այս բոլոր ամիսների ընթացքում, դիտելով, թե ինչպես եք դուք խնամում տղաներին, ինչպես եք սիրում նրանց, ինչպես են նրանք վստահում ձեզ։ Ես մի շատ կարևոր բան հասկացա։ Նա դադար տվեց, զգուշորեն ընտրելով իր բառերը։ Ինչ նկատի ունեք, պարոն, հարցրեց տիկին Սիրանուշը, նրա ձեռքերը նյարդայնորեն շարժվում էին գոգնոցի վրա, ինչպես միշտ անում էր, երբ անհանգիստ էր։ Ես ուզում եմ ասել, որ դուք պարզապես այս տան աշխատող չեք։ Դուք ընտանիք եք։ Դուք այն տատիկն եք, որին Միքայելն ու Գաբրիելը երբեք չեն ունեցել, դուք այն մարդն եք, որը նրանց անպայմանականորեն սիրում է ծնված օրվանից։ Ռաֆֆին առաջ թեքվեց, ուղիղ նայելով տիկին Սիրանուշի աչքերին։ Եվ ես կցանկանայի դա պաշտոնականացնել։ Տիկին Սիրանուշը ճակատը կիտեց, լիովին չհասկանալով, թե ուր է տանում Ռաֆֆին։ Ինչպես պաշտոնականացնել, պարոն։ Ես ուզում եմ, որ դուք օրինականորեն դառնաք տղաների որդեգիր տատիկը։ Ես ուզում եմ փոխել ձեր կարգավիճակը աշխատողից ընտանիքի պաշտոնական անդամի։ Ես ուզում եմ, որ դուք նրանց նկատմամբ իրավական իրավունքներ ունենաք, որ ձեզ հետ խորհրդակցեն նրանց կյանքի բոլոր կարևոր որոշումների մասին, որ ձեր ֆինանսական անվտանգությունը ընդմիշտ երաշխավորված լինի։ Ռաֆֆին ժպտաց, տեսն է։ Լով, թե ինչպես ցնցման արտահայտությունն աստիճանաբար ձավորվում է տիկին Սիրանուշի դեմքին։ Պարոն, ես չգիտեմ ինչ ասել։ Արցունքները սկսեցին հավաքվել տիկին Սիրանուշի աչքերում։ Վստահ եք դրանում։ Դա շատ մեծ պատասխանատվություն է։ Տիկին Սիրանուշ, դուք արդեն տարիներ շարունակ կրում եք այդ պատասխանատվությունը։
Ես պարզապես պաշտոնապես ճանաչում եմ այն, ինչ արդեն գոյություն ունի։ Ռաֆֆին վեր կացավ, ձեռքերը մեկնեց նրան։ Միքայելն ու Գաբրիելը շատ վաղ են կորցրել իրենց մորը։ Ես չեմ ուզում, որ նրանք մեծանան առանց իրական մայրական կերպարի։ Եվ այդ կերպարը դուք եք, միշտ դուք եք եղել։ Հաջորդած զրույցը Ռաֆֆի ունեցած ամենազգացմունքային զրույցներից մեկն էր։ Տիկին Սիրանուշը լացեց, կասկածեց, թե արդյոք պատրաստ է այդպիսի պատասխանատվության, թե արդյոք Ռաֆֆին իսկապես ճիշտ է իր որոշման մեջ։ Նա իր հերթին բացատրեց, որ դիտել է նրա սերը երկվորյակների նկատմամբ այս բոլոր դժվար ամիսների ընթացքում, որ տեսել է, թե ինչպես է նա պաշտպանում նրանց, ինչպես է կանխատեսում նրանց կարիքները, ինչպես է նրա ներկայությունը հանգստացնում նրանց, երբ ոչինչ այլս չի օգնում։ Ես կկազմակերպեմ ամբողջ իրավական գործընթացը, բացատրեց Ռաֆֆին։ Դուք կունենաք ձեր նոր պաշտոնին արժանի աշխատավարձ, երաշխավորված կենսաթոշակ, իրավունքներ այս տան նկատմամբ։ Բայց այս ամենից ավելի կարևոր։ Դուք կունենաք պաշտոնական ճանաչում, որ դուք տատիկ Սիրանուշն եք, որին Միքայելն ու Գաբրիելը կանվանեն ընտանիք իրենց կյանքի մնացած մասում։ Այս որոշման բերած վերափոխումն ընտանեկան դինամիկայի համար անմիջական խորհուրդ էր։ Տիկին Սիրանուշը, որը միշտ նվիրված էր, այժմ իրեն իսկապես լիազորված էր զգում որոշումներ կայացնել երկվորյակների վերաբերյալ։ Ռաֆֆին նրա հետ խորհրդակցում էր ամեն ինչի մասին։ Մանկաբույժի ընտրություն, զարգացման գործունեություն, սննդի վերաբերյալ որոշումներ, քնի ժամեր։ Նա դադարեց լինել աշխատող, որն օգնում էր երեխաների հետ, դարձավ նրանց դաստիարակության համապատասխանատու։ Միքայելն ու Գաբրիելն այս փոփոխությանն արձագանքեցին բնազդաբար։ Թե շատ փոքր էին հասկանալու իրավական մանրամասները, նրանք զգում էին տան տարբեր էներգիան։ Տիկին Սիրանուշն ավելի հանգիստ էր, ավելի վստահ իր խնամքի մեջ, ավելի զգացմունքային ներկա։ Ռաֆֆին ավելի թեթ էր, ավելի քիչ ծանրաբեռնված երեխաներին լիովին մենակ մեծացնելու զգացումից։ Հաջորդող ամիսները բերեցին աճ բացահայտումներ։ Երկվորյակները սկսեցին անել իրենց առաջին քայլերը, սկզբում Գաբրիելը, իսկ հետո Միքայելը մի քանի օր անց։ Նրանց առաջին բառերն էին «պապա», «տատիկ», որոնք ուղղված էին համապատասխանաբար Ռաֆֆին տիկին Սիրանուշին։ Մի մայրական կերպարի բացակայությունը, որը նրանց անկեղծորեն չէր սիրում, բացեր չթողեց նրանց զգացմունքային զարգացման մեջ, քանի որ տիկին Սիրանուշի սերը լիովին բնականորեն լրացնում էր այդ տարածքը։ Ռաֆֆին լիովին վերակառուցեց իր մասնագիտական առօրյան, ավելի շատ ներկա լինելու իր երեխաների կյանքում։ Նա շաբաթական 3 օր հեռավար աշխատանքի անցավ, ավելի շատ պարտականություններ պատվիրակեց իր գործընկերներին, առաջնահերթություն տվեց հանդիպումներին այն ժամերին, որոնք թույլ էին տալիս տանը լինել երեխաների օրվա կարևոր պահերին։ Ընկերությունը շարունակեց բարգավաճել, բայց այժմ աշխատանքի ընտանիքի միջ հավասարակշռության նոր փիլիսոփայության շրջանակներում, որը Ռաֆֆին լիովին ընդունեց։ Հենց այս վերակառուցման փուլում Լիլիթը փորձեց իր առաջին վրեժխնդրությունները։ Ինչպես խոստացել էր այն օրը, երբ վտարվել էր, նա սկսեց զրպարտչական արշավ այն սոցիալական շրջանակներում, որտեղ նրանք միասին հաճախում էին։ Տարածեց փաստերի խեղաթյուրված տարբերակներ, փորձեց իրեն ներկայացնել որպես վերահսկող պարանոիկ տղամարդու զոհ, նույնիսկ ակնարկեց, որ Ռաֆֆին անօրինական մեթոդներ է օգտագործել իրեն ձայնագրելու համար։ Սակայն Լիլիթի Ռաֆֆի հեղինակությունը ոչնչացնելու փորձերը արագ ձախողվեցին։ Պարոն Էդուարդը կանխարգելիչ իրավական ռազմավարություն էր առաջնորդել ուստի կերպով կիսվելով գործարար սոցիալական շրջանակների առանցքային մարդկանց հետ Լիլիթի բնավորության մասին իրական ապացույցներով։ Երբ նրա խեղաթյուրված պատմությունները սկսեցին շրջանառվել, իրական փաստերն արդեն լավ հաստատված էին կարևոր մարդկանց շրջանում։ Բացի այդ, Լիլիթը սխալ թույլ տվեց, փորձելով փաստաբաններ վարձել Ռաֆֆին բարոյական վնասի զրպարտության համար դատի տալու։ Երբ իրավաբանները վերլուծեցին նրա ներկայացրած ապացույցները Ռաֆֆիի ունեցած ձայնագրությունների դեմ, բոլորը հրաժարվեցին գործն ընդունելուց։ Անհնար էր պաշտպանել մեկին, ում խարդախ պլաններն այդքան լավ փաստաթղթավորված էին։ Լիլիթի իրավիճակը վատթարացավ, երբ Ռաֆֆին իր մասնավոր քննիչի միջոցով բացահայտեց, որ նա փորձել էր նույն խարդախությունը կիրառել մեկ այլ այրի գործարարի նկատմամբ։ Հետելով իր անձնական էթիկային սոցիալական պատասխանատվության զգացմանը, Ռաֆֆին որոշեց զուսպ կերպով զգուշացնել նոր թիրախին այն կնոջ իրական բնավորության մասին, ում նա սիրահետում էր։ Միջամտությունն իրականացվեց պարոն Էդուարդի միջոցով, որն անանուն կերպով ուղարկեց ամենաբացահայտող ձայնագրություններից մի քանիսը տվյալ գործարարի փաստաբանին։
Տղամարդը Վանաձորից մի արդյունաբերող, որը կնոջը կորցրել էր մոտ 1 տարի առաջ, նույնպես փոքր երեխաներ ուներ, ցնցվեց բացահայտելով, որ իրեն շահարկում են հենց այնպես, ինչպես Ռաֆֆիին։ Լիլիթի ամուսնությունը նոր թիրախի հետ չեղարկվեց արարողությունից 1 շաբաթ առաջ, նա իրեն լիովին բացահայտված գտավ 2 կարևոր քաղաքների սոցիալական շրջանակներում։ Նրա մխիթարող այրու հեղինակությունը փոխարինվեց ամուսնական խարդախի իրական պատկերով, սխեման կրկնելու նրա հնարավորությունները գործնականում վերացան։ Այդ ընթացքում Ռաֆֆին անսպասելի զանգ ստացավ, որը նրան խորապես զարմացրեց։ Ռուբենը, Լիլիթի սիրեկանը, կապ հաստատեց, խնդրելով առանձին զրույց։ Սկզբում զգուշանալով տղամարդու մտադրություններից, Ռաֆֆին համաձայնեց հանդիպել նրա հետ հանրային սրճարանում, զուսպ կերպով ուղեկցվելով անվտանգության աշխատակցի կողմից։ Պարոն Միքայելյան, գիտեմ, որ դուք ինձ վստահելու պատճառ չունեք, բայց պետք է ձեզ մի կարևոր բանի մասին զգուշացնեմ, սկսեց Ռուբենը ցուցաբերելով ակնհայտ նյարդայնություն։ Լիլիթը չի հաղթահարել տեղի ունեցածը։ Նա տարվածը ձեզնից վրեժ լուծելու մտքով հետաքննում է ձեր կյանքը, փնտրելով ձեզ վրա հարձակվելու որեծ։ Ռաֆֆին ուշադիր լսեց, մինչ Ռուբենը բացատրում էր, որ որոշել է ավարտել իր հարաբերությունները Լիլիթի հետ, բացահայտելով նրա շահարկման ստիունակության մասշտաբները։ Երբ տեսա ձեր ունեցած ձայնագրությունները, հասկացավ, որ ես էլ էի նրա կողմից օգտագործվում։ Նա ինձ շատ բաների մասին ստել էր, այդ թվում իր իրական զգացմունքների մասին։ Ինչ տեսակի հետաքննություն է նա անում, հարցրեց Ռաֆֆին, պահպանելով վերահսկվող տոն, չնայած իր զգացած անհանգստությանը։ Նա մասնավոր դետեկտիվ է վարձել, գտնելու ինչ-որ բան, որը կարող է օգտագործել ձեր դեմ։ Ցանկացած կասկածելի գործարք, ցանկացած նախկին ընկերուհի, որը կարող է վարկաբեկող պատմություններ ունենալ, ձեր կյանքի ցանկացած ասպեկտ, որը կարող է օգտագործվել շանտաժի կամ զրպարտության համար։ Ռուբենը դադար տվեց, ակնհայտորեն անհարմար զգալով այն բանից, ինչ բացահայտում էր։ Ինչու ես ինձ դա պատմո։ Հարցրեց Ռաֆֆին, ուսումնասիրելով իր արջի տղամարդու դեմքը։ Որովհետև երբ տեսավ, թե ինչպես էր նա խոսում ձեր երեխաների մասին, ինչպես էր պլանավորում նրանց հեռացնել սեփական հորից, հասկացավ, թե ինչպիսի մարդ է նա իրականում։ Ռուբենը հայացքը իջեցրեց, ցուցաբերելով անկեղծ ամոթ։ Ես էլ որդի ունեմ։ Այլս չկարողացա հանգիստ քնել, իմանալով, որ օգնում եմ մեկին, որն ունակ է դա անել անմեղ երեխաների հետ։ Ռաֆֆին շնորհակալություն հայտնեց տեղեկությունների համար, անմիջապես ամեն ինչ փոխանցեց պարոն Էդուարդին, որը լրացուցիչ կանխարգելիչ իրավական միջոցներ առաջնորդեց։ Ավելի կոնկրետ սահմանափակման հրաման պահանջվեց, որն արգելում էր Լիլիթին ոչ միայն ֆիզիկապես մոտենալ ընտանիքին, այլ նրանց հետաքննել կամ անուղղակիորեն անհանգստացնել։ Բացի այդ, Ռաֆֆին լրացուցիչ անվտանգություն վարձեց տան համար, կրկնապատկեց Միքայելի Գաբրիելի գաղտնիության հետ կապված զգուշությունները։ Լիլիթի, Ռաֆֆիի դեմ վարկաբեկող նյութ գտնելու փորձը լիովին ձախողվեց։ Նրա անձնական մասնագիտական կյանքը միշտ հիմնված էր եղել էթիկայի թափանցիկության վրա, չառաջարկելով հարձակումների համար որեխոցելի կողմ։ Ամիսներ տաց անարդյունք հետաքննությունից դետեկտիվների ու փաստաբանների վրա զգալի ծախսերից հետո նա վերջապես հրաժարվեց իր վրեժխնդրության փորձերից։ Միքայելի Գաբրիելի առաջին տարեդարձն առանց Լիլիթի ներկայության իսկապես ուրախ տոն էր։ Ռաֆֆին տանը մտերմիկ խնջույք կազմակերպեց, միայն մոտ հարազատների մի քանի հատուկ ընկերների հետ։ Տիկին Սիրանուշը հատուկ տորթ էր պատրաստել, տունը զարդարել էր այն թեմաներով, որոնք գիտեր, որ երկվորյակները պաշտում են, ապրում էր խնջույքը հպարտ տատիկի ջերմությամբ ու նվիրվածությամբ։ Դիտելով Միքայելին ու Գաբրիելին, որոնք խաղում էին իրենց զարմիկների հետ, ծիծաղում էին հորեղբայր գորգի կատակների վրա, փայփայվում էին հայրական տատիկ-պապիկների կողմից, Ռաֆֆին խորը խաղաղություն զգաց, որը երկար ժամանակ չէր զգացել։ Սա իրական ընտանիք էր, կառուցված իրական սիրո վրա, ոչ թե հարմարավետության կամ ֆինանսական շահերի։ Խնջույքի ընթացքում Ռաֆֆին դիտում էր, թե ինչպես է տիկին Սիրանուշը բնականորեն շփվում բոլոր հյուրերի հետ, ներկայացվ ելով ճանաչվելով որպես երկվորյակների տատիկ։ Այլս չկար անհարմարություն կամ բարդ բացատրություններ նրա դերի մասին ընտանիքում։ Նա պարզապես տատիկ Սիրանուշն էր, այն մարդը, որին Միքայելն ու Գաբրիելը փնտրում էին, երբ գրքի կարիք ունեին, նա, ով գիտեր նրանց բոլոր նախասիրությունները, նա, ով երգում էր նրանց համար քնելուց առաջ։ Հաջորդող ամիսները բերեցին կարևոր իրադարձություններ երկվորյակների զարգացման մեջ։ Նրանց առաջին ամբողջական նախադասությունները, նրանց առաջին համակարգված չարաճճիությունները, նրանց հստակ բնավորությունները, որոնք ավելի ու ավելի էին որոշակի անում։
Միքայելն ավելի շփվող արկածախնդիր էր, Գաբրիելն ավելի դիտողական քնքուշ։ Երկուսն էլ հատուկ կապ զարգացրին տիկին Սիրանուշի հետ, որը հետողականորեն ցույց էր տալիս, որ ճանաչում է նրանց ավելի լավ, քան որևէ այլ մարդ, բացի Ռաֆֆիից։ Հաստատված ընտանեկան առօրյան պարզ էր, բայց խորապես բավարարող։ Նախաճաշ ընտանիքով, խաղեր այգում, հեքիաթներ քնելուց առաջ, զբոսանքներ հանգստյան օրերին։ Տիկին Սիրանուշը դարձել էր ավելին, քան երեխաների համապատասխանատու։ Նա Ռաֆֆիի գործընկերն էր երեխաների դաստիարակության մեջ, առաջարկելով արժեքավոր կարծիքներ, կիսելով մտահոգությունները, տոնելով ձեռքբերումները։ Ռաֆֆին սկսեց հասկանալ, որ այն ընտանիքը, որը կառուցել էր տիկին Սիրանուշի երկվորյակների հետ, շատ առումներով ավելի ամուր անկեղծ էր, քան այն, որը փորձել էր ձևավորել Լիլիթի հետ։ Չկային ձականություններ, չկային ստիպողական դերեր, չկային թաքնված շահեր։ Դա ընտանիք էր, հիմնված մաքուր սիրո, փոխադարձ խնամքի միմյանց բարօրության նկատմամբ իրական հանձնառության վրա։ Մի հատկապես հանգիստ գիշեր, երբ Միքայելն ու Գաբրիելն արդեն խորը քնած էին, Ռաֆֆին նստեց պատշգամբում մի բաժակ սուրճով խորեց այն ճանապարհի մասին, որն անցել էր Կարինեի մահից հետո։ Կորստի ցավը դեռ ներկա էր, միշտ կլիներ, բայց այն ուղեկցվել էր ավելի խորը հասկացողությամբ այն մասին, թե ինչն է իրականում կազմում ընտանիք։ Նա վերցրեց Կարինեի լուսանկարը, որը միշտ մոտ էր պահում, սկսեց մի լուր երկխոսություն, որը սովորություն էր դարձել ամենախորհրդածական գիշերներին։ Կարինե, ես քիչ մնաց ամեն ինչ փչացնեի։ Քիչ մնաց թույլ տայի մեկին, որը չէր սիրում մեր երեխաներին, մշտապես մտներ նրանց կյանք։ Բայց կարծում եմ, դու ինձ օգնեցիր ժամանակին տեսնել ճշմարտությունը։ Ռաֆֆին զգում էր, որ Կարինեն կհավաներ իր կայացրած որոշումները։ Նա միշտ գնահատել էր անկեղծ մարդկանց, միշտ հատուկ ջերմություն էր տածել տիկին Սիրանուշի նկատմամբ, միշտ առաջնահերթություն էր տվել ցանկացած երեխայի զգացմունքային բարօրությանը, վեր դասելով սոցիալական պայմանականություններից։ Այն ընտանիքը, որը նա կառուցել էր տիկին Սիրանուշի հետ, չէր հետում ավանդական մոդելներին, բայց հիմնված էր այն արժեքների վրա, որոնք Կարինեն ամենից շատ էր գնահատում։ Անպայմանական սեր, ազնվություն, իրական նվիրվածություն։ Հաջորդող տարիները բերեցին աճ կայունություն ամբողջ ընտանիքի համար։ Միքայելն ու Գաբրիելը զարգացան որպես առողջ, ուրախ, զգացմունքային առումով ապահով երեխաներ։ Նրանք տիկին Սիրանուշին անվանում էին տատիկ լիակատար բնականությամբ, դիմում էին նրան իրենց միջ կոնֆլիկտները լուծելու համար, կիսվում էին նրա հետ իրենց բացահայտումներով, չարաճճիություններով։ Ռաֆֆին այս փոխգործակցություններին հետում էր խորը երախտագիտությամբ, իմանալով, որ իր որդիներն ունեն այն սիրող մայրական կերպարը, որին արժանի է յուրաքանչյուր երեխա։ Տիկին Սիրանուշը ծաղկեց իր նոր պաշտոնական դերում։ Նրա ինքնագնահատականը բարձրացավ, երկվորյակների նկատմամբ նրա խնամքն էլ ավելի նվիրված դարձավ, ընտանեկան որոշումներում նրա մասնակցությունն ինտենսիվացավ։ Նա իր համար սենյակ ձևավորեց տանը, բերեց իր ընտանիքի որոշ լուսանկարներ Գյումրիից, հաստատեց խոհարարական ավանդույթներ, որոնք երկվորյակները պաշտում էին։ Տունն իսկապես դարձավ նա իրենը։ Երբ Միքայելն ու Գաբրիելը 3 տարեկան դարձան, Ռաֆֆին ավելի մեծ խնջույք կազմակերպեց, հրավիրելով ընկերների, գործընկերների, փոքր երեխաներ ունեցող այլ ծնողների։ Դա ոչ միայն ծննդյան տոն էր, այլ այն ամուր ընտանիքի տոնը, որը նրանք միասին կառուցել էին։ Տիկին Սիրանուշը հատուկ զգեստ էր հագել, որը գնել էր այդ առիթով, փայլում էր, ստանալով շնորհավորանքներ այն մասին, թե որքան լավ դաստիարակված երջանիկ են երկվորյակները։ Խնջույքի ընթացքում Ռաֆֆին դիտում էր, թե ինչպես են Միքայելն ու Գաբրիելը բնականորեն շփվում այլ երեխաների հետ, ինչպես են քաղաքավարի մեծահասակների հետ, ինչպես են զգացմունքային ապահովություն ցուցաբերում իրենց խաղերում։ Նրանք նորմալ, առողջ, սիրված երեխաներ էին։ Չէին կրում առանց մոր մեծանալու տրավմաներ, որովհետև ունեին տիկին Սիրանուշին, որն այդ դերը լրացնում էր անկեղծ սիրով։ Գիշերը, երբ բոլոր հյուրերը գնացել էին, երկվորյակները քնած էին, Ռաֆֆին տիկին Սիրանուշը նստեցին խոհանոցում, խոսելու խնջույքի ապագայի մասին։ Տիկին Սիրանուշ, ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ սա ամենաերջանիկ ընտանիքն է, որը ես կարող էի պատկերացնել տղաների համար։ Ասաց Ռաֆֆին, դիտելով, թե ինչպես նա ժպտում է գոհունակությամբ։ Պարոն, ես էլ երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ այսքան երջանիկ լինել իմ 60 տարեկանում, պատասխանեց տիկին Սիրանուշը, նրա աչքերը փայլում էին ուրախության արցունքներով։ Միքայելն ու Գաբրիելը նման են այն թոռներին, որոնց ես միշտ ցանկացել եմ ունենալ։ Նրանց խնամելն ինձ համար աշխատանք չէ, սեր է։ Ռաֆֆին գիտեր, որ կայացրել է բոլոր ճիշտ որոշումները։ Նա պաշտպանել էր իր երեխաներին մի մարդուց, որը նրանց տեսնում էր որպես խոչընդոտներ։
Նա կառուցել էր ընտանիք, հիմնված իրական սիրո վրա, ոչ թե արտաքին տեսքի կամ հարմարավետության։ Նա հարգել էր Կարինեի հիշատակը, ստեղծելով մի միջավայր, որտեղ Միքայելն ու Գաբրիելը կարող էին մեծանալ ապահով, սիրված զգացմունքային առումով առողջ։ Այդ գիշեր, քնելուց առաջ, Ռաֆֆինս մեկ անգամ վերադարձավ Կարինեի լուսանկարին։ Շնորհակալ եմ, որ ինձ ուժ տվեցիր ժամանակին ճշմարտությունը բացահայտելու համար։ Շնորհակալ եմ, որ օգնեցիր ինձ հասկանալ, որ իրական ընտանիքը կապված չէ արյան կամ ամուսնության հետ, այն կապված է սիրո հետ։ Տղաներն ապահով են, երջանիկ են, ունեն այն ամբողջ սերը, որին արժանի են։ Ռաֆֆի, տիկին Սիրանուշի, Միքայելի, Գաբրիելի պատմությունը դարձավ օրինակ այն բանի, որ ընտանիքները կարող են կառուցվել բազմաթիվ տարբեր ձերով, բայց բոլոր վավեր ձերն ունեն մի ընդհանուր բան։ Անկեղծ սեր, իրական նվիրվածություն, բոլոր անդամների բարօրությունը, առաջնահերթ դասելու հանձնառություն, հատկապես այն երեխաների, որոնք կախված են մեծահասակների պաշտպանությունից, խնամքից։ Տարիներ անց, երբ Միքայելն ու Գաբրիելն արդեն դպրոց էին հաճախում, տիկին Սիրանուշը պաշտոնապես դարձել էր ամբողջ դասարանի ամենասիրելի տատիկը, Ռաֆֆին հետ էր նայում առանց որևէ զղջման։ Նա քիչ էր մնում իր կյանքի սխալը գործեր, ամուսնանալով Լիլիթի հետ, բայց իր զգոնությունն ու սերը իր երեխաների նկատմամբ նրան ժամանակին փրկեցին։ Նա կառուցել էր ոչ ավանդական, բայց խորապես սիրող կայուն ընտանիք։ Այն իրական ընտանիքը, որը Ռաֆֆին գտավ, այն չէր, որը փորձել էր պարտադրել, հիմնվելով իր մեծահասակների կարիքների վրա, այլ այն, որը բնականորեն ձևավորվել էր երկվորյակների նկատմամբ արդեն գոյություն ունեցող սիրո շուրջ։ Տիկին Սիրանուշը միշտ այնտեղ էր եղել, անպայմանականորեն սիրելով Միքայելին ու Գաբրիելին, սպասելով միայն այն ճանաչմանը, որ այդ սերը նրան դարձնում է այն ընտանիքի էական մասը, որը նրանք արդեն կային, նույնիսկ նախքան որևէ իրավական ձակերպումը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Ռաֆֆիի, Միքայելի, Գաբրիելի, տիկին Սիրանուշի պատմությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք այս բացահայտման, պաշտպանության իրական սիրո ճանապարհորդությունից, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին, մեկնաբանություններում պատմեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը զգացմունքները, ցույց տալիս, թե ինչպես է իրական սերը միշտ գտնում ծաղկելու ճանապարհ։ Պատմություններ, որոնք մեզ սովորեցնում են, որ ընտանիքը սահմանվում է ոչ միայն արյան կապերով, այլ այն ջերմությամբ, նվիրվածությամբ, անկեղծ հանձնառությամբ, որը մենք կիսում ենք միմյանց հետ։ Սպասում ենք ձեզ հաջորդ սերիայում, որտեղ մի նոր հուզմունք է սպասում բացահայտվելու։